Թևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր, քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է, գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն, ամռանը։ Բարև ձեզ, եթերում լաբորատորիա հաղորդաշարի հերթական թողարկումն է, որի շրջանակներում մենք անդրադառնում ենք ոչ իրադարձային, բայց մեր կարծիքով կարևոր նշանակություն ունեցող թեմաների։ Այսօր խոսելու ենք կրթության մասին, մի փոքր ավելի լայն իմաստով, քան ընդունված է խոսել տարբեր դիսկուրսներում, ընդհանրապես կրթությունը հաստատուն տեղ ունի մեր հանրային քաղաքական օրակարգում, հատկապես ընտրություններից առաջ շատ են խոսում կրթության մասին, իհարկե որպես կանոն ծրագրերի վերջին էջերում, ինչ որ խոստումներ են տալիս, բայց ընտրություններից դուրս կրթությունը մշտական ներկայություն ունի մեր դիսկուրսում, ինչ որ իմաստով որպես քավության նոխազնա է, որովհետև շատ ընդունված եւ տարածված է մեր բոլոր խնդիրների հիմքը որոնել կրթության մեջ, արդեն քաղաքական մանիպուլյատիվ խոսույթում շատերն են ասում, եթե մենք ունենայինք լավ կրթություն, լավ կրթական համակարգ, չենք ունենա այս աղետները, երկիրը չէր լինի ոչ արդյունավետ եւ այլն եւ այլն։ Իհարկե դրա մեջ կա ճշմարտության չափաբաժին, բայց կա նաեւ մեծ հարաբերականություն, որը որպես կանոն չի քննարկվում։ Այս եւ ոլորտին առնչվող խորքային խնդիրների շուրջ այսօր կզրուցենք կրթության հարցերով փորձագետ ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանի հետ, բարև ձեզ, Սերոբ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար, եւ IP հիմնադրամի հոգաբարձությունների խորհրդի նախագահ Արամ Փախչյանյանի հետ, շնորհակալ ենք, որ եկել եք։ Շնորհակալ եմ, բարև ձեզ։ Պարոնակ, երևի որպեսզի մի փոքր հունավորենք մեր քննարկումը, յուրաքանչյուրդ խնդրեմ ներկայացրեք ձեր կարծիքը այն հարցերի շուրջ, թե որ կետում ենք հիմա, կրթական համակարգը մեր, որ կետում է այն իմաստով, թե որքանով է համահունչ ժամանակի եւ ժամանակի բերումով աշխարհում տեղի ունեցող զարգացումների հետ կրթության ոլորտում, որքանով է այսօրվա մեր կրթական համակարգի վիճակի եւ որակի վրա ազդում մեր ավելի շատ ստերեոտիպային վերաբերմունքը կրթության նկատմամբ եւ հետո արդեն քննարկման ռեժիմով կփորձենք անդրադառնալ մի փոքր ավելի այլ շերտերից բխող հարցերի։ Խնդրեմ, սկսեք, որ մեկը կցանկանաք։ Խնդրեմ։ Լավ, ես սկսեմ, երևի Հայաստանում կասկածի կրթությունը կարողացել է գոյատևել չնայած բոլոր փորձերի կրթությունը ոչնչացնելու զարմանահրաշ երևույթ է այն, որ Հայաստանում կա բավականին լավ կրթություն այն պայմաններում, որում կրթությունը գտնվել է այս տարիներ, ինչ ասես չեն մտածել, որպեսզի կրթության հայրանից են, բայց կարողացել է ապրել, ու դա մեծ ձեռքբերում է իմ կարծիքով, կրթության ձեռքբերումն է, ոչ թե այն մարդկանց, որ դա արել են, եւ բացատրեմ ինչու եմ ես այդպես կարծում, տեսեք, 90-ականները ուղղակի մոռանանք, 90-ականներին կրթությունը բավական հետընթաց ունեցավ, որովհետև մենք աղետալի վիճակում էինք։ 2000-ականների սկզբից փորձ եղավ վերականգնել Հայաստանում կրթության, խոսքը գնում է բոլոր մակարդակների մասին, դե նախակրթարանների մասին մոռացան այդ ժամանակ, իրենց մասին ընդհանրապես ոչ ոք չեմ մտածում, դրանք միայն փակվում էին դպրոցները եւ համալսարանները։ Դպրոցների գլխին բերեցին պատմություն միասնական քննությունների, ստեղծեցին չափորոշիչներ, որոնք հասկանալի չէին ուսուցիչների համար, դրանք հապճեպ բավականին արագ այդ process-ով ներդրվեցին առանց հետևողական աշխատանքի, արդյունքում, ասենք, հայտնաբերվեց ավելի ուշ, որ ուսուցիչների մեծամասնությունը իրենց առարկայի չափորոշիչը չեն կարդացել, չափորոշիչը կապ չուներ գրքի հետ, գիրքը կապ չուներ քննությունների հետ, այսպես քարոքան վիճակ, դրա հետ մեկտեղ
շատ ցածր աշխատավարձ, դպրոցային շենքային պայմանների նկատմամբ զրոյական ուշադրություն, ոչ մի լուրջ աշխատանք չտարվեց, որպեսզի այդ խնդիրները վերհանվեն եւ ինչ-որ հետևականներ լուծվեն։ Դրան գումարած արդեն բողոքական համակարգում գնալով նվազեցվեց պետության մասնակցությունը ֆինանսավորման մեջ բողոքական համակարգի, բուհերը կախվածության մեջ ընկան ծնողների եւ ուսանողներից, հետաբար ոչ մի զարգացում չեղավ, պահանջները օբյեկտիվ պահանջներ տնտեսությունը չէր ներկայացնում բողոքական համակարգի, որտեղ չէր հասկանում դրա իմաստը, որտեղ տնտեսությունը շատ պարզ տնտեսություն էր եւ չուներ իրական պատվեր բողոքական համակարգին, դա բերում էր նաեւ բուհերի ապակողմնորոշման։ Մի խոսքով բոլոր ուղղություններով չկար հետևական քաղաքականություն, ամեն ինչը գլորվում էր իր հունով, ձեր ասածով ոնց որ վերջի կետերում էր գտնվում որևէ քաղաքական օրակարգի, դրան որևէ ուշադրություն չէր դարձում, եւ մենք դրա հետ մեկտեղ, ասենք ունենք երկիր, որտեղ եթե մենք համադրենք նույն հնայի նույն մակարդակ ունեցող մեկ շնչի չափով այլ երկրների հետ, Հայաստանը շատ լավ վիճակում է։ Մենք ունենք շատ ցածր տոկոս մարդկանց ով գրագետ չեն, անգրագետ են, ասենք 99% հայերի գրագետ են, կարողանում են գրել կարդալ եւ երեխաները սովորում են, ներգրավվածություն երեխաների կրթական գործընթացում բավականին բարձր է, դարձյալ հաշվի առնելով այն վիճակը, որում գտնվում է Հայաստանում կրթություն եւ կարծում եմ այդտեղ կա մեծ չափ մշակութային ուղղակի բաղադրիչի հայերի մեջ ուղղակի ամոթ է ընդունված չէ լինել անգրագետ, դա մշակութային հանգամանք է, բայց նաև կա եւ ուսուցիչների անձնանվերությունը եւ իսկապես չնայած նրան, որ դպրոցները քաղաքականացվում էին, դրանց միջոցով լիքը բաներ իրագործվում, անարդար եւ աղետալի, չնայած այդ ամբողջ այդ ապուշ միջև գոյություն ունեցող միասնական քննությունների համակարգի, որը ստեղծված է ոչ թե գիտելիք ստուգելու, այլ արդարություն ապավելու եւ կոռուպցիայի դեմ պայքարելու համար, իսկով լիքը բաներ արվեց սխալ, որոնք ոնց որ կուտակվել էին իր վրա։ Հիմա ունենք այն ինչ որ ունենք, բավականին լավ սկիզբ է, լավ շարունակություն ունենալու համար։ Մենք ունենք բավականին լավ հենք, որպեսզի ունենանք արագ զարգացում։ Ոչ մի բան մեզ չի խոչընդոտում ունենալ նման զարգացում, պահանջվում է միայն կամք, հետևողականություն եւ ճիշտ աշխատանք։ Եթե դա անենք, ամեն ինչ կունենանք, ոչ մի մեծ կորուստ, որը մենք կարող ենք ասել, որ դրանից հետո արդեն անվերադառնալի կորուստ է, որ մենք չենք կարողանա երբևէ հետ բերենք, մենք դեռ չենք ունեցել փառքաստիճան տեսակետից, դա մեծ ձեռքբերում է։ Արամը ավելի շատ դրական շեշտադրումներով խոսեց եւ լավ է, եթե կրթության մեջի մարդը այդպիսի գնահատականներ ունի, որպեսզի մի փոքր նաեւ ամբողջական պատկերը բարձենք, հա փորձենք նաև հակառակի մասին խոսել, ես սկզբում ասեցի այդ կրթության, քաղաքության նոխազի մասին, դուք ինչպես եք վերաբերվում այդ մոտեցմանը, որ ամեն ինչի հիմքում կրթությունն է, եթե մենք լավ կրթություն ունենայինք, այսօր ինչ էինք լինի, հա, որովհետև եթե Արամի նշածը սխեմատիկ համարենք ուժեղ կողմեր կրթական համակարգի, պիտի խնդրեմ խոսեք դուք թույլ կողմերի մասին։ Իհարկե ես կտարբերակեի կրթություն եւ կրթության համակարգ արտահայտությունները, եթե նայում ենք կրթություն հասկացությունը, ես կարծում եմ, որ իրոք կրթության դերը շատ մեծ է հասարակական կյանքում, որտեղ կրթություն ասելով ես հասկանում եմ եւ ընտանեկան դաստիարակությունը եւ հասարակական միջավայրը, բայց կրթության համակարգի դերը այդքան մեծ չէ, որտեղ այս դեպքում մենք գործ ունենք մանկապարտեզ, դպրոց, համալսարան, կարծում եմ, որ կրթության համակարգի դերը չափազանցված է, այդքան մեծ չէ ազդեցությունը, ինչքան մենք խոսում ենք եւ դրա մասին կա նաեւ հետազոտություններ եւ մեծ բանավեճեր կան, հա, այսինքն օրինակ երեխայի համար ինչն է կարեւոր գենետիկան, թե ասենք կրթությունը, հա, անգլերենում ասում են nature or nurture, եւ այդտեղ իհարկե շատ գիտնականներ կարծում են, որ կրթության դերը մոտավորապես այդպես 30%-ն է, մնացածը ավելի երեխայի ընդունակություններով կան ավելի այդպես կրթությանը բարձր տեղ հատկացնողներ եւ կան իհարկե շատ պեսիմիստներ, որոնք կրթությանը տալիս են մինչեւ 10% դեր համակարգին, ոչ թե որտեղ կրթությունը ինքը ցանկացած process կրթական էլեմենտներ ունի եւ մարդը միշտ սովորում է։ Այս իմաստով իհարկե կրթությունը
շատ մեծ դեր ունի, բայց կրթության համակարգը, այսինքն դասեր, քննություններ, հա, դասագիրք, այս գործիքների դերը շատ է ուռճացվում եւ երբեմն մենք էլ ենք դրան նպաստում, հա, սա մի կողմից լավ է, այս ձևով ուզում ենք մարդկանց ուշադրությունը բերել կրթության համակարգ, բայց սա ունի իր բացասական կողմն էլ, երբ որ մի բան լինում է, չէ, ամբողջ հարվածը գնում է կրթության վրա, ասում են, հա, մենք այս ծախողում ունեցանք, որտեղ մեր դպրոցներն ու համալսարանները շատ վատն են, այսինքն օրինակ նույն 44-օրյա պատերազմից հետո ես լսել եմ շատ մարդկանց, որոնք ասել են, որ մենք պարտվեցինք, որտեղ մեր դպրոցներն ու համալսարանները վատ են աշխատել։ Բայց ես կարծում եմ, որ այդպես չի, այսինքն չի կարելի այդքան մեծ մեղք դնել դպրոցի կրթության վրա, որովհետև եթե նայենք համեմատականության մեջ, ինչ որ առումով մեր կրթական համակարգը, այո, ես չէ չափազանցնի, ինչ որ հերոսական բաներ կան, որովհետև նայեք, այս պահին մենք կրթությանը հատկացնում ենք համախառն ներքին արդյունքի 2.7%-ը, դեռ ոչ մի կերպ 3-ին չենք հասնում։ Կան հստակ ապացույցներ, որ եթե 3%-ից պակաս է հնայի, արդեն հույս չկա, որ դուք կարող եք ունենալ նորմալ կրթություն։ Էլ շատերը չեն էլ դիտարկում 3%-ից պակասը, հույս չկա։ Բայց այդքան ցածր արդյունք ունենալով ֆինանսավորման, այն ամենայնիվ Հայաստանը ինչ որ մի բան կարողանում է անել, հա, ինչպես Արամը նշեց, ինչ որ բան կա, ինչ որ բան տեղի է ունենում, ինչ որ, չգիտեմ, թեկուզ կլինեն օլիմպիադաներ, տարբեր մրցույթներ, Հայաստանի երեխաները ինչ որ բաների հասնում են, նաև ինչու ոչ ուսուցիչները։ Ես օրինակ բերեմ Սյունիքի օրինակը, ասենք ինձ շատ մի քանի օր առաջ Թումոյի բացումն էր Կապանի, ես շատ ուրախացա, որտեվ Սյունիքը ունի ֆանտաստիկ կրթական պոտենցիալ։ Եթե Հայաստանում լուրջ ներդրումներ անենք մենք Սյունիքի կրթական համակարգի վրա, դուք չեք պատկերացնի ինչ արդյունքների է հնարավոր հասնել։ Արտակարգ ուսուցիչներ ունեն, շատ լավ երեխաներ, բայց մի տեսակ այդպես ուշադրությունից դուրս է մնացել եւ ուրախալի է, որ հիմա շատ կազմակերպություններ փորձում են Սյունիքում կրթական ներդրումներ անել, հա, Կոտայքը բավական բարձր ցուցանիշներ ունի, Լորին, այս պոտենցիալը իրոք շատ երկրներ այս ցուցանիշով չեն կարողանա ապահովել։ Հիմա, բայց եթե խոսենք նույն համալսարանների ֆինանսավորումը, Հայաստանը 134 երկրների մեջ համալսարանների ֆինանսավորմամբ 100-րդ տեղում է, այսինքն ես որ նայում եմ ովքեր են մեր հարևանները, աֆրիկյան հետամնաց երկրներ։ Հիմա այս ֆինանսավորման պարագայում դեռ պետք է էլի շնորհակալ լինենք, որ ունենք դասախոսներ, որոնք Սկոպուսում կամ միջազգային գիտաժողովներում ինչ որ բաներ են հրատարակում անում, հա։ Այս իմաստով իրոք կրթական համակարգում կան մարդիկ, որոնք շատ լավ աշխատում են, բայց մեր խնդիրը այն է, որ մեր համակարգը լավը չէ, այսինքն եթե համակարգը նորմալ սկսի աշխատել, այս մարդկային կապիտալով հնարավոր է ավելիին հասնել։ Մեր սխալները որոնք են եղել այս 30 տարիների, տեսեք, սովետական միության ժամանակ ամեն ինչ մշակվում էր Մոսկվայում, դասագրքեր, ծրագրեր, քաղաքականություն, մենք միայն իրականացնում էինք։ Հիմա երբ որ մենք անկախացանք, մեզ արդեն պետք էր կրթական քաղաքականություն ինքնուրույն մշակել եւ իրականացնել։ Այս հմտությունը մենք այդպես էլ չզարգացրեցինք, որովհետեւ հիմա մի տենդենց կա, որը նեոլիբերալիզմի տենդենսն էր, Էտեներ, որ պետք չի պետական համակարգին վստահել, հա, եւ պետքա մասնավորին վստահել ու դրա արդյունքում ինչ տեղի ունեցավ, աշխատավարձերը պետական համակարգի կտրուկ նվազեցին եւ այսօր շնորհալի երիտասարդները չեն ուզում գնան նախարարությունում աշխատել, որտեւ աշխատավարձը այնքան ցածր է, որ իրանք նախընտրում են գնալ մասնավոր սեկտոր, միջազգային կազմակերպություններ եւ այս ձևով մենք այդպես էլ չկարողացանք ուժեղացնել։ Եվ երբ որ ես համատում եմ 90-ական թվականների հետ, նախարարության մարդկային պոտենցիալը բավական հետ է գնացել։ Օբյեկտիվ պատճառով, որտեվ
ստեղծվել են ավելի մրցակցային կազմակերպություններ բարձր աշխատավարձերով, որոնք տանում են մարդկային տաղանդը, նույնիսկ այն շնորհալի երիտասարդներն էլ, որ մտել են պետական համակարգ, մի քանի ամիս հետո, մի տարի, 2 տարի հետո դուրս են եկել, որտեղ մասնավոր համակարգը իրենց տարել է ավելի բարձր աշխատավարձով։ Հիմա սրա արդյունքում մեր կրթական քաղաքականություն այդ մշակելու մասնագետների պակաս ունենք մենք։ Եվ այստեղ ես չեմ խոսում նախարարների եւ փոխնախարարների մասին, որտեղ իրենք անդադ փոխվում են եւ իրենք ավելի ոնց որ քաղաքական պաշտոնյաներ են, այլ խոսքը գնում է, այսպես ասած, քաղաքացիական ծառայողների մասին, որոնք երկարաժամկետ են այդտեղ մնում։ Այս մարդկանց վրա պետք է ներդրում արվի, իրենց պետք է խրախուսել, որտեղ իրենք են մնայունը, եւ իրենք են այդ գիծը տանողը, եւ իրենք են որպեսզի կրթության համակարգը պաշտպանեն քաղաքական ինչ որ ծայրահեղ դրսևորումներից, նույն ասենք ակադեմիական քաղաքը։ Հիմա օրինակ լավ կլիներ, որ նախարարության, այսպես ասած, քաղաքծառայողների բլոկը կարողանար պաշտպաներ եւ ասեր դա մեզ համար շատ ռիսկային ծրագիր է, բայց այդ չունենք մենք։ Դրան կարծում եմ առանձին կանդրադառնանք, ես փորձեմ երկուսի թա ներածական խոսքից էլ են ինչ կարծում եմ արժե բացել դրան անդրադառնանք, Արամը ասաց գրագիտության բարձր մակարդակի մասին, բայց այդտեղ երևի պիտի տարիքային բաժանում անենք, որովհետև վերջին տարիներին, եթե սխալվեմ դուք ինձ կողեք, բայց մտահոգիչ տվյալներ են հրապարակվում փոքր հասակի ֆունկցիոնալ գրագիտություն մասին, այլ բան է։ Այդ ֆունկցիոնալ գրագիտություն մեծերն է ունեն այդ խնդիրը։ Դա մինչև 30%-ի մասին չէ, կարծեմ համաշխարհային բանկի հետազոտություններ, եւ որքան ես հասկացա, խնդիրը կարդալ տառը չընկալելու մասին չի, կարդալ միտքը, իմաստը չընկալելու մասին էր, սրա մասին կուզենամ անպայման խոսենք, եւ ձեր խոսքից սերոբ դուք մի քանի կարևոր շերտի մասին խոսեցիք, բայց եթե ընդհանրացնենք պետությունը խնդիր կամ պահանջ է դնում կրթական համակարգ, պիտի դնի կրթական համակարգի առաջ։ Ֆինանսավորումը կարևոր բաղադրիչներից մեկն է, բայց երբ որ խոսում ենք մարդկային կապիտալի մասին, որը հիմա շատ տարածված, նույնիսկ մոդայիկ չէ, տերմին է, կարծեմ այդ կրթության ազգային ծրագրում էլ բազմաթիվ բարբերություններ դրան են նվիրված, չէ, մարդկային կապիտալ տերմինով երբ որ խոսում ենք, երևի ավելի կոռեկտ է ներդրում հասկացությունը, ոչ թե ֆինանսավորում, որովհետև ֆինանսը մտածողության առումով ծախս է, իսկ կրթության մեջ կատարվող ծախսը ավելի լայն ընդգրկմամբ ներդրում է, որը պիտի ապահովի վերադարձելիություն հենց այդ մարդկային կապիտալի արդյունքի, արդյունավետության բարձրացման տեսքով։ Հիմա այս առումով իհարկե շատ եւ ակադեմիական նյութ կա եւ հետազոտություններ կան, ես չեմ հավակնի ասել, որ դրանց անգամ քիչ մասին տիրապետում եմ, որովհետեւ ես այդ ոլորտի մասնագետ չեմ, թեև ես էլ դասավանդել եմ, բայց կրթության որպես փորձագետ չեմ զբաղվել։ Բայց կան նաեւ այլ մոտեցումներ, որ այդ կորելյացիան կրթության բարձր մակարդակի եւ երկրի բարեկեցության կամ հարստության հակառակ հերթականությամբ է գործում, այսինքն ոչ թե գործ ունենք կրթության բարձր մակարդակ հարստություն սխեմայի հետ, այլ հարստություն, որը բերում է կրթության մակարդակի բարձրացման։ Այդտեղ եթե չեմ սխալվում, Թալեբը ունի այդպիսի մի բան եւ կոչվում է պատահականությամբ հիմարացվածների էֆեկտ, եթե ճիշտ եմ հիշում։ Ինքը չէ, Թալեբը հետաքրքիր բառ ունի, կոչվում է educationalism, այսինքն կրթության գերագնահատում, որի իմաստն է, որպեսզի սկզբում կրթությունը զարգանա, հետո տնտեսությունը։ Եվ վաղուց եմ կարդացել, բայց ինքը մի քանի օրինակներով բերում է, որ օրինակ եթե չեմ սխալվում Կորեայում, որը ասենք Արգենտինայից
անհամեմատ ավելի ցածր մակարդակի կրթական համակարգ ուներ, մի քանի տասնամյակում հարստության եւ մեկ շնչին հաշվով եկամտի ցուցանիշներով փոխվեց կամ այնտեղ էլի այդպիսի հակադարձ օրինակներ կար, իհարկե սա էլ հարաբերականություն ունի եւ ինչ որ արատավոր շղթայի տպավորություն նաև կարելի է ստանալ, որովհետև այդ հարցի պատասխանը, չգիտեմ, դուք ունեք, պետք է տնտեսապես զարգանալ, լավ կրթություն ունենալու համար, թե պետք է լավ կրթություն ունենալ տնտեսությունը զարգացնելու համար։ Ես մի քիչ լայն հարցադրումները դրեցի, թույլ կտամ դուք ավելի մանրամասն խոսեք, հետո էլի կանդրադառնանք այս շերտերին։ Դե տեսեք, կրթությունը վերարտադրում է մշակույթը նոր սերնդի մեջ։ Ոնց որ կրթության մարդիկ իրենց մշակույթը փոխանցում են նոր սերնդին, ինչ որ առումով, չէ՞, ձևավորում են։ Այդ մշակույթը կարող է լինել հակաարդյունավետ։ Լավ կրթությունը կարող է ոչնչացնել երկիրը, եթե ինքը սխալ մշակույթ փոխանցի։ Այնպես որ ուզում ասեմ, կրթության դերը ինքը մարդակերտման մեջ է։ Մարդ արարածը առանց կրթության մարդ չի։ Ընդ որում հենց այն կրթության, որի մասին Սերոպն էր խոսում, լայն առումով կրթության, դաստիարակություն, շփում հասարակության մեջ, որոշակի կանոնների ենթարկվելու կարողություն, քո սեփական զգացմունքները կառավարելու կարողություն, այդ ամենը կրթություն է։ Հիմա պետական կամ ֆորմալ կրթական համակարգը այդ կրթության մի կարևոր բաղադրիչն է ծածկում, որը ժամանակակից մարդուն ձևավորելու պահանջ է, որը առանց դրա չի լինի։ Որտեվ բացի զուտ այդ մարդ էակ, տեսակ, ճիշտ շփվող, ճիշտ խոսացող, մտածող բան, այդ ամենը, որ կարող է ընտանիքում շփման միջոցով ինչ որ գրքեր կարդալու դեսից դես մի լինի, ու նաև որ համակարգային որոշակի շերտ դնես մարդու մեջ, որ ինքը մտնի այսօրվա հասարակություն բարդ, որը նաև պիտի տիրապետի բարդ գործիքների, պիտի կարողանա այդ գործիքները բարդ տեխնոլոգիական հասարակություն ունենք։ Եվ այդ շեմը մուտքի բավականին բարձր է դրված եւ ամեն երեխային մենք պետք է հասցնենք, որ ինքը մտնի եւ արդյունավետ լինի։ Դա անհրաժեշտ, բայց բավարար պահանջ չէ զարգացման համար։ Մեկուսկով, եթե նրանով որ դու շատ ավելի շատ պատրաստ ես երիտասարդներին հասարակության մեջ ապրելու, դու դեռ չես ապավոյ այդ հասարակությունը արդյունավետ զարգանա։ Այնտեղ կարող է շատ ավելի կարևոր լինի, ասենք, նախ ձեռնողականությունը, որովհետեւ մշակութային երևույթ է։ Կամ դրանից առաջ պատերազմ ունենալը, որը այնպես է վախեցնում, որ դու փոխվում ես առաջ, որ ամեն գնով մի բանի հասնես ու հասնում ես։ Այդ հանգամանքները տնտեսական զարգացման մեջ կարող է շատ ավելի մեծ դեր կատարեն, բայց ամեն դեպքում, եթե դու այդ կրթական մինիմալ ցենզը, որը անհրաժեշտ է այսօրական հասարակություն ունենալու, չապահովես, ասենք, ինչպես օրինակ Աֆրիկայի որոշ երկրներում է, օրինակ Նամիբիայում փաստացի չկա անվճար պետական կրթություն։ Բացակայում է ամբողջ կրթությունը մասնավոր է, շատ երեխաներ ընդհանրապես ներգրավված կրթության մեջ։ Դու ինչքան էլ ուզենաս այդ երկիրը արդեն չես կարողանա զարգացնես այսօրվա աշխարհում։ Ուղղակի ամեն առանձին անձ այդ երկրում եւ այդ տնտեսական ուժի մի մեծ մասը ի վիճակի չեն լինի մասնակցել այսօրվա աշխարհում աշխատանքի բաշխման համակարգին։ Դուրս կմնան դրանից։ Կլինեն անգործ գործազուրկ լայն իմաստով աշխարհում։ Դա արդեն այդ սանիտարական նորմն է։ Իմ պատկերացմամբ մենք իսկապես չպետք է շատ հույսը դրած լինենք համակարգի վրա։ Մենք պետք է ապավենք, որ համակարգային առումով մենք ունենանք բավարար մակարդակ, որպեսզի շանս ամեն երեխան ունենա շանս մասնակցելու արդյունավետ տնտեսության, բայց տնտեսության զարգացման գործոնը դրված է տաղանդավոր մարդկանց, եզակի հաջողությունների, իրավիճակների եւ շատ բաների կախվածության մեջ։ Չես կարող դա ապահովել զուտ կրթության հաշվին, ասես տնենք կրթություն զարգացնենք ու կունենանք զարգացող տնտեսություն։ Միագից կախվածություն չկա։ Իհարկե չկա։ Ավելին կասեմ, ինչքան ավելի լավ կրթություն ունենաս չզարգացող տնտեսության մեջ, այնքան ավելի արտահոսք ունենաս ուղեղների։ Մարդիկ գնան այլ երկրներ, որոնք ունեն, այո, դու նես արտահանող երկիր։ Այո, ու այդ առումով պետք է շատ զգուշ լինես, որ գիտակցես, թե նաև երբ որ դու խոսում ես կրթության զարգացման մասին, դու ինչի մասն ես խոսում, ինչ է քո կրթության զարգացումը, դու ինչ նպատակներ ես դնում քո առջև, ու իրականում տարբեր երկրներ տարբեր նպատակներ են դնում։ Օրինակ, երկրներ կան, որ առաջնահերթ են համար, որպեսզի կրթությունը ձևավորի ինքնության հստակ զգացողություն, որովհետև իրենց համար դա է մարտահրավերը, իրենց պետք է ամուր ինքնություն։ Իսկ երկրներ կան, որոնք ասում են, չէ, մեզ համար կրթությունը առաջնահերթորեն դա մարդկանց
մեկը մյուսի հետ գործ ունենալու, առնչվելու կարողություն զարգացնելու, որտեղ մենք բազմա ազգ ունենք Ռուսաստանը։ Իրանց համար երկու բան կա, բաղադրիչ կա կրթության մեջ։ Իրենք ուզում են օլիմպիական համակարգ, սպորտային համակարգ, տաղանդների համար, որ իրենք պետք է ապավեն տնտեսության զարգացում, տեխնոլոգիաների զարգացում եւ երկրի պաշտպանություն եւ բազմակողմանիություն կրթության, որպեսզի այնտեղ ապրող բազմաթիվ ազգերը կարողանան նրանց հետ լեզու գտնեն, իրար հասկանան եւ այլն։ Դա արդեն պետության բնույթից է։ Հա, ուզում ասեմ, շատ տարբեր են զարգացման ուղիները։ Ու երբ որ բոլորս գալիս ենք համադրում ենք Պիզայի արդյունքների հետ, ասում ենք դա է կրթության զարգացման չափանիշը, այդտեղ լիքը սուտ կա, էլի, այդպես չի։ Շատ ավելի բազմակողմանի հարց է։ Այն ինչի մասին Արամը խոսեց եւ դուք էլ մասամբ խոսեցիք, ինչ որ իմաստով տարանջատում է կրթական համակարգը եւ չգիտեմ այդպիսի տերմին կա թե չէ կրթական միջավայր ասվածը, որը ավելի լայն համատեքստ ունի, քան կառուցակարգը, դպրոցը, բուհը, նախակրթարանը։ Հիմա միջավայրի առումով, որում շատ մեծ դեր ունի նաեւ հասարակությունը, այդ մշակույթը, ավանդույթները, պետությունը կարևոր խաղացող է, հա, եւ կանոններ սահմանող իմպերատիվ թելադրող է եւ խաղացող է եւ պատվիրատու է։ Եվ ինչպես Արամը ասաց, տարբեր պետություններ ելնելով իրենց մարտահրավերներից տարբեր պատվերներ են իջեցնում համակարգին, ելնելով նաեւ այդ միջավայրից։ Հիմա մենք այսօր բոլորս այդ ինքնության խնդիրներ ունենք, արժեքային շատ խնդիրներ ունենք, թեմայից չշեղվենք, չքննարկենք, բայց եթե շատ հակիրճ ախտորոշենք, մենք էլ ինքնության առնվազն մարտահրավերներ ունեցող պետություն ու հասարակություն ենք, բայց մեզ մոտ կրթական համակարգի առջև ամենաբարձր մակարդակով խնդիր է դրվում սովորողներին պատրաստել փոխանցել հմտություններ, որը գուցե բառացի չեմ մեջ բերում, իմաստը այն է, որը հնարավորություն կտա լավ եւ շատ փող աշխատել։ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ ելույթներում այդ մասին խոսել է, ասում է, կրթությունը պիտի աշակերտին ուսանողին հմտություններ տա, որովհետեւ կյանքի իմաստը լավ ապրելն է, երջանիկ ապրելն է, կրթությունն էլ մեզ պիտի ապահովի այն հմտություններով, որը հնարավորություն կտա հնարավորինս հեշտ եւ շատ փող աշխատել։ Եվ այստեղ ունենք ինքնության պաշտպանության խնդիր, այն բոլոր խնդիրները, որի մասին բոլորս հրաշալի գիտենք, եւ որ հիմա շատ ավելի սրված է հա մեր հանրային քաղաքական դիսկուրսում նաեւ ազգայինը պահպանելու խնդիր, որը այս խառնաշփոթի մեջ կարծես երկրորդական, երրորդական պլան է մղվում։ Հիմա նման պատվեր իջեցնող պետությունը, լավ պետություն չասենք, իշխանությունը, որը իջեցնում է նման պատվեր եւ իրականությունը, որի մասին մենք խոսում ենք, այս հակասականությունը ուր է տանելու մեզ, այսինքն մեր դպրոցը, համալսարանը, նախակրթարանը պատրաստելու է լավ հմտություններ ունեցող մասնագետների, որոնք կարող են եւ չունենալ ինքնություն, որոնց համար ազգային ավանդույթները մնացած ամեն ինչը նշանակություն կարող են չունենալ։ Ես մի փոքր խտացնում եմ, բայց ուզում եմ մոտեցումների մասին խոսենք։ Ես նախ շարունակեմ այդ կրթություն տնտեսություն թեման, որտեղ դա շատ կարևոր հարց է, եւ այս հարցի շուրջ բավական տեսակետներ կան, դուք Թալեբի մասին նշեցիք, այստեղ մի քանի հետաքրքիր մոտեցումներ կան, օրինակ տեսեք, այնպես չէ, որ աշխարհի լավագույն կրթական համակարգերը տնտեսապես ամենաուժեղ երկրներում են։ Հակառակը կան ապացույցներ, որ ցույց են տալիս, որ այն երկրները, որոնք շատ ավելի մեծ փողեր են դնում կրթության վրա, ոչ միշտ են լավ արդյունքի հասնում։ Փոխարենը կան երկրներ, որոնք ավելի քիչ են ֆինանսավորում կրթությունը, բայց ավելի լավ արդյունք ունեն։ Այստեղ խնդիրը հետեւյալի մեջ է, կա մի ներքին շեմ, եթե դրանից ցածր է քո տնտեսության մակարդակը, դու շանս չունես կրթության մեջ։ Բայց այնպես էլ չի, որ դու լավ կրթություն ունենալու համար պիտի լինես աշխարհի տնտեսական առաջնորդը։ Չէ, բայց ինչ որ մինիմալ մի բան, մինիմալ որոշակի մակարդակ պետք է։ Դրա համար ես այդ իմաստով Թալեբի հետ համաձայն եմ, որ ինչ որ մի տնտեսական բան է պետք հիմք, որ հնարավոր լինի Հայաստանում կրթությունը զարգացնել։ Տեսեք, ես հետաքրքիր բան ասեմ, Հայաստանում այսօր բարձրագույն կրթության ոլորտում մեծագույն խնդիրներից մեկը, որի մասին մենք չենք խոսում, այն է, որ
ուսանողների զգալի մասը դասի չի գալիս։ Ինչու, որովհետև աշխատում է դասերի հաշվին։ Այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ ինքը աշխատում է, բոլոր երկրներում են ուսանողները աշխատում, բայց մեր խնդիրը այն է, որ այդ աշխատանքը տեղի է ունենում դասերի ժամանակ, մենք էլ չունենք այդ ճկուն գրաֆիկները, ինչպես օրինակ ամերիկյան համալսարանները ունեն երեկոյան դասեր, ցերեկային, առավոտյան, մերը ասենք 9:30-ից 2:15 է վերջ։ Չես կարող այդ ժամին գալ, ուրեմն դու չունես այդ հնարավորությունը։ Կամ ասենք աշխարհի երկրներում կա սահմանափակում, չէ, որ ուսանողը կարող է աշխատել առավելագույնը 20 ժամ։ Մեզ մոտ այդ սահմանափակումը չկա։ Մենք այսօր ունենք ուսանողներ, որոնց գործատուն չի թողնում, որ ուսանողը գա քննության։ Հիմա այս շատ լուրջ խնդիր է, որովհետև եթե մարդիկ դասի չեն գալիս, ինչ համալսարան։ Իհարկե սա բոլոր ֆակուլտետներին չի վերաբերում։ Այստեղ նաև շատ կարևոր է, թե ուսանողը ինչ ֆակուլտետում է սովորում։ Եթե բժշկական համալսարանում է, այնտեղ վիճակը բարվոք է, որտեղ մարդիկ գիտեն, որ դի լավ սովորես, լավ բժիշկ դառնաս։ Եթե վատ բժիշկ դարձար, ում ես պետք է, նույնը իրավագիտություն։ Բայց այն մնացած ֆակուլտետները, որոնք այդպես քեզ չեն երաշխավորում լավ աշխատանք, լավ սովորելու դեպքում, մի քիչ դժվար է այդ process-ը։ Եվ այս շատ մեծ ազդեցություն անում։ Ինչի՞։ Ինչ են այս մարդիկ այդքան շատ աշխատում։ Որովհետև երկրի տնտեսության վիճակը լավ չէ եւ իրանց գումար է պետք։ Մեր համալսարանների ուսման վարձերը բարձր են։ Հա, Արամը նշեց, որ համալսարանները 80-ից 95% ֆինանսական կախվածություն ունեն ուսանողներից։ Այսինքն մենք բարձր վարձեր ենք դրել, որ համալսարանները պահենք։ Իհարկե ինձ կարող են ասել, բահլը տեսեք ամերիկյան համալսարանները, բայց ունենք Եվրոպայի օրինակը, որտեղ մեծ մասամբ անվճար է տվյալ երկրի քաղաքացիների համար։ Ամերիկյան համալսարանները կնե Սերոբ ջան, ընդհատեմ, մեծ խնդիր արժև են կանգնած, որովհետև հիմա վարկերը, ուսանողական վարկերը դարձել են անեծք, եւ մարդիկ հրաժարվում են գնալ համալսարան, տակից չեն դուրս գալի, մինչեւ 50 տարեկան վճարում են այդ վարկերը ու տակից դուրս չեն գալիս։ Դա մեծ աղետ է հիմա ամերիկյան ամբողջ այդ բարձրագույն կրթության համար, այնպես որ դա իդեալական լուծում է, եկեք Ամերիկայի նման անենք։ Չէ, Ամերիկան այդ իմաստով, տեսեք, բնակչության 2/3-ը բարձրագույն կրթություն չունի։ Այսինքն մեծ մասը։ Հիմա այդ իմաստը լուրջ խնդիր է, այսինքն եւ մենք միայն հաշվում ենք ուսման վարձը, ասում ենք դե լավ 500,000, 600,000 տարեկան, նույնիսկ կան ֆոնդեր, որ օգնում են էլ, չէ, ուսանողներին, բայց այստեղ ուրիշ հարց էլ կա, ոնց են այդ ուսանողները ապրում Երևանում, որտեղ տան վարձերը, գիտեք, ինչ ծավալների են, գները եւ այլն, եւ այս սոցիալական խնդիրը ուսանողներին մղում է առաջին, երկրորդ կուրսից գնալ փող աշխատելու։ Եվ արդեն այս տնտեսական պատճառով մեր ամբողջ կրթության համակարգը ձախողվում է։ Նույն խնդիրը ունենք ավագ դպրոցում, տեսեք, մենք երկարացրել ենք ուսման տևողությունը։ Մինչև 18 տարեկան երեխային պահում ենք դպրոցում։ Բայց 11-12-րդ դասարաններում մեծ թվով երեխաներ սրճարաններում, սուպերմարկետում, որ պատտվեք դասերի ժամանակ կտեսնեք, դասի ժամին երեխան սրճարան դպրոցական դեմքից էլ է զգացվում, սրճարանում մատուցող է աշխատում։ Ինչ գործ ունի ինքը այդ ժամին այդտեղ, հա, եթե երեկոյան աշխատի, ոչինչ։ Բայց շատերը ստիպված են։ Հիմա տեսեք այդ տնտեսական պատճառով մեր կրթության համակարգը փլուզվում է։ Մեր Արմավիրի, Արարատի մարզերում, եթե դուք սեպտեմբեր-հոկտեմբերին գնաք դպրոցներ, այնտեղ տղաների բացակայության մեծ ցուցանիշ կա։ Տնտեսական աշխատանքների։ Որտեղ գնում են խաղող հավաքելու, խնձոր հավաքելու, եւ երբ որ տնօրենը ասում է տիգա դասի երեխան, ծնողը ասում է, գիտեք ինչ, եթե դուք ուզում եք դասագրքերի փողը տամ իմ երեխային հագուստ առնեմ, ինքը պետք է գնա աշխատի։ Հիմա ինչ անի տնօրեն, այսինքն հայտնվում է ծանր վիճակի մեջ։ Մի կողմից պետք է այդ երեխային, ասենք, զրկենք, ասենք, չէ պետք է գաս դասի, մյուս կողմից գիտես այդ ընտանիքի վիճակը։ Մի փոքր պրովոկացիոն հարց տամ, հա, պայմանականորեն այսօրվա 2.7-2.8%-ի փոխարեն, եթե հաջորդ տարի, չգիտեմ ինչքան էր 320-330 միլիարդ դրամի կարգի է, չէ, հատկացումը կրթության, ասենք հաջորդ տարի 700 միլիարդ եղավ, այսօրվա կրթական կառուցակարգերով
դա կրկնակի արդյունքային էֆեկտ կապահովի, թե չէ ես ուզում եմ հասկանալ փողը չի չէ միակ խնդիրը։ Ոչ։ Եվ այս առումով դուք ասում եք ավագ դպրոց 11-12-րդ դասարաններ, չէ, բայց էլի շատ տարածված կարծիք է, որ դա արհեստականորեն ձգձգված է նաև այդ 12-ամյա կրթությունը, որովհետև բովանդակությունը, որը աշակերտը ստանում է 12 տարում, իրականում կարելի է ստանալ լավ 9 գոնե 10 տարում, այստեղ այսինքն էլի ունենք կրթության ձևի ու բովանդակության խնդիր, ինչպես որ ձեր նշած ակադեմիական քաղաքի դեպքում եւ շատ այլ հարցերում, այսինքն եթե այսօրվա կրթական միջավայրով կրթության նկատմամբ հանրային պետական վերաբերմունքով, ասենք մի հրաշքով հաջորդ կիսամյակից այդ որտեղ են կառուցելու ակադեմիական շենշող քաղաքը կառուցվեց, մենք հաջորդ տարի ունենալու ենք մրցույթներում հաղթող ուսանողներ կամ արդյունքային ինչ ցուցանիշներ ենք ունենալու։ Ուզում եմ ասեմ, այս կախվածությունները ամենևին միագից չեն, չէ, որ շատ փողը կբերի արդյունքի։ Շատ փողը հավանաբար միայն կվատթարացնի։ Որովհետև եթե համակարգը առողջ չի, այո, սխեմատիկորեն կրթական այդ ամբողջ process-ը ոնց է, չէ, կարծեմ բաժանվում ներդրումներ, ինվեստիցիաներ, որոշումների կայացում, մեթոդներ, կոմունիկացիաներ, չէ, եւ արդյունքային ցուցանիշներ։ Հիմա եթե գնահատենք առանձին այս բաղադրիչները, մեր ամենամեծ խնդիրը որտեղ է։ Երև ենթադրում եմ այն երկրորդում, չէ, այդ որոշումների կայացում, մեթոդներ, համակարգային Հայաստանում կրթության կառավարման համակարգային խնդիր կա։ Եվ այդ ես համաձայն եմ սրոպ հետ, որ նախարարների փոփոխությունից այդ համակարգային խնդիրը չի լուծվում, որտեղ բոլոր մակարդակների վրա կրթություն անարդյունավետ է կառավարվում, որոշումներ անարդյունավետ են կայացվում, չկա զարգացման միտված ընթացք, չկա գործիքաշար, որպես դու այդ զարգացումը հետևականորեն ապահովես, եւ այդ պարագայում ինչքան դու փորձես գումար դցնել մեջը, դա միայն կբերի նրան, որ կայլասերվի վիճակը հավելյալ խնդիրներ կստեղծի այդ գումարը։ Տեսեք, որն է խնդիրը, ասենք, եթե դու նայեք, թե ինչ խնդիրներ են եղել այլ երկրներում կրթության զարգացման տեսակետից եւ բարեփոխումների, կա մի բավականին հայտնի մասնագետ որտի Մայքլ Ֆուլոնը, որը դրա մասին բազմաթիվ գրքեր է գրել։ Իր ասածը հետեւյալն է. եթե դու ճունես միջին օղակ, որը ամուր աշխատում է, արդյունավետ կառավարում է ամբողջ կրթական համակարգի ընթացքը, վարչական համակարգի շղթան, եթե որոշումը, որը կայացվում է նախարարությունում, չի վերածվում կոնկրետ խելամիտ գործողությունների, որոնք հաշվի են առնում այսօրվա իրականությունը տեղերում, եւ ճիշտ չի տարվում, չի հասցվում բոլոր օղակներին, եթե այնտեղի ֆիդբեքը, հետադարձ կապը չի բերվում վերև որպես հետևողական մտածված հետադարձ կապ առաջարկներով եւ զարգացման բաներով, տարբերակներով, հետո չի որոշվում կայացվում, նորից գնում, եթե այդ շղթան չի աշխատում վերուվար, ապա աղետ է լինելու։ Ներքևում մարդիկ զգալու են, որ իրենց վրա, իրենց նկատմամբ գործողություններ են կատարվում, որոնց իմաստ իրենք չեն հասկանում, գործողություններ կատարողները չգիտեն այնտեղ ինչ է կատարվում, եւ ամբողջ զանազանությունը իրավիճակների ուղղակի ի վիճակի չեն ընկալել, հասկանալ եւ հաշվի առնել, եւ այդ կենտրոնացված որոշումները որևէ կերպով չեն ազդում կամ ազդում են ոչ այն կերպով, ինչպես իրենք են ուզում։ Խոսքով, երբ որ դու քաղաքականություն ես սահմանում որևէ համակարգի նկատմամբ, դու այդ համակարգը պետք է սկզբից առողջացնես, որ այդ քաղաքականությունը այդ համակարգի մեջ աշխատի։ Եթե դու ենթադրում ես, որ քո քաղաքականությունը կաշխատի համակարգի նկատմամբ, իսկ համակարգը չկա, ամբողջ է, վատ կառավարվող համակարգ է։ Ինչ ուզում ես արա, ինքը դրանից ավելի լավը չի դառնա։ Հակառակը, ինքը շատ արագ կադապտացվի այդ քաղաքականությանը, փորձի տեղից քաղել իր սեփական պտուղները, որոնց հիմնական այդ պտուղների հիմնական, այսպես ասեմ, դրդապուղությունը մտածողության դեպի այդ պտուղները որոնք են, որ քիչ գլխացավ ունենանք եւ հնարավորինս մեր վիճակը լավ լինի, ոչ թե կրթությունը զարգանա, ոչ թե մենք ավելի լավ արդյունք ունենանք եւ այլն, ու սկսվում է։ Մենք հիմա այն վիճակում ենք, երբ որ տարիներով ոչ ոք չի մտածել հետևողականորեն եւ արդյունավետ համակարգ կրթական կառավարման համակարգ չի կառուցել։ Եվ այն որ չի ֆինանսավորվել,
ոչ միայն չի ֆինանսավորվել համակարգը, այլ նաև ինքը չի եղել, ասենք, պարզ բան ասեմ, մարզպետարաններում կան կրթության բաժիններ, չէ՞, որոնք վարչություններ, որոնք պետք է զբաղվեն հանրակրթության գործերով։ Այդտեղ սովորաբար աշխատում են մարդիկ, որոնք կրթության հետ որևէ կապ չունեն։ Դրանք սովորաբար նշանակված մարդիկ են, որոնք կարծես քաղաքական օրակարգով մարզպետի թիմից։ Այդ մարդիկ եւ դու այդ մարդկանց միջոցով պետք է իրագործես կրթության կառավարում, որը բազմաթիվ նրբություններ է ենթադրում, բազմաթիվ գիտելիքներ է ենթադրում, իմացություն է ենթադրում եւ այլն։ Դա անկառավարելի վիճակ է։ Եվ մենք այդ անկառավարելի վիճակում ունենք այն ինչ որ ունենք։ Եթե մենք խոսում ենք հանրակրթության մասին, հիմա բարձրագույն կրթության մասին այլ փունջ է խնդիրների։ Ունդեղ էլ կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, բայց դրանք էլ էլի իրենց լուծումներն են պահանջում։ Օրինակ, պարզ բան ասեմ, եթե մենք հիմա նպատակ դնենք, որ մեր բարձրագույն կրթությունը պետք է ծառայի տնտեսությանը, մենք պետք է համալսարանի մեծացումը փակենք։ Եվ ընդհանրապես չզբաղվենք բարձրագույն կրթությունով, որտեղ մեր տնտեսությունը այսօր պրիմիտիվ տնտեսություն է, որը իրականում բազմաթիվ մասնագետների կարիք չունի։ Բայց դա նշանակում է, որ մենք վաղը չենք ունենա նորմալ բարձրագույն կրթություն, երբ որ մենք ունենանք զարգացած տնտեսություն եւ կարիք ունենանք մասնագետներ, որոնք դասավանդեն, ունենանք առարկաներ եւ այլն, համասեն, որտեղ մի բան փակում ես, չես կարող ստեղծել։ Սերոպը ճիշտ ասած, որ մենք ունենք պոչ կամ մաս մարմնի, որի գլուխը Մոսկվայում էր։ Գլուխը հատվեց, այդ մարմնի այդ մասը մնացել է։ Ես դրա հետ կապված եթե կարելի կներեք շարժում եմ մի հարց տամ, հետո էլի շարունակենք, բայց պիտի խնդրեմ վերադառնանք նաև այդ ինքնության արժեքային բաղադրիչին կրթության։ Ես ուղղակի Արամի ասածը հիշելով, այն խառնիճահանջ պատկերը, որ Արամը նկարագրեց, բավական զարհուրելի էր, չէ՞ լսելը։ Դա որպես կանոն ներկայացվում է հանրությանը կրթության բարեփոխումներ բարձրագույն կարգախոսով, չէ՞, տարիներ շարունակ իշխանությունից իշխանություն եւ մենք անընդհատ ոնց որ բարեփոխում ենք մեր կրթական համակարգը, ինչպես շատ այլ համակարգեր, բայց այստեղ ավելի ցցուն է կարծես։ Բայց կա տպավորություն, որ մենք այսօր փորձում ենք բարեփոխել, եթե անգամ բարեփոխում ենք երեկվա համակարգը, ու այս ժամանակային անցումները մեզ անընդհատ հետ են գցում, որովհետև եթե նույնիսկ լավ բարեփոխում է ներմուծվող բարեփոխումը, մենք միջև դա անցկացնում ենք այդ բյուրոկրատական համակարգերով ու ինքը հասնում է աշակերտին կամ ուսանողին, աշխարհը կրթության բովանդակության իմաստով արդեն գնացած է լինում ըստ ամենայնի մի այլ հանգրվան, որին հասնելու համար արդեն պետք է նոր բարեփոխումների փաթեթ, բայց այս մեկը մենք դեռ չենք արել։ Եվ Սերոփի ասած պոչը կամ մարմնի մասը, որ առաջ գլուխը Մոսկվայում էր, հիմա մենք գլուխը կարծես մի օր բերում ենք Բրյուսելից, մի օր Վաշինգտոնից, մի օր Պեկինից, այսինքն տարբեր փորձեր փոխառում ենք, չէ՞, մեխանիկորեն այդ բարեփոխումները ներդնում ենք որպես կառուցակարգ, բայց այդ ներդաշնակությունը ուսուցչի, աշակերտի, այն բոլոր օրգանական բաղադրիչների հետ, որոնք կազմում են կրթական process-ը, իմ կարծիքով այդտեղ ամենամեծ ձախողումը, չէ՞, որովհետև լավ շենք կարելի է սարքել, լավ համակարգչային հագեցած լսարաններ կարելի է ունենալ, բայց ի վերջո առանց հուսանք դեռ գոնե մի քանի տարի առանց օրգանական մասնակիցների կրթության, այսինքն առանց մարդկանց, այդ կրթական process չի կարող ամբողջական եւ արդյունավետ լինել։ Այդ օրգանականություն բառը շատ հավանեցի, կարևոր բառ է, որտեվ ցավոք սրտի, մենք ապրում ենք ցավոք սրտի մատերիալիզմի տարաշրջանում եւ նաեւ դա պատճառը, որ միշտ ղեկավարներին հետաքրքրում է հարկերը, փող աշխատել եւ այլն, որտեվ այսօր ցավոք մարդկանց գնահատում են ըստ իրենց գումարի, հմտությունների եւ այլն։ Բայց այդ օրգանականությունը շատ կարեւոր է եւ այստեղ ինքնության հետ կապված, որ ասացիք, ուզում եմ մի դրվագ պատմել ամերիկյան եւ վիետնամական այդ պատերազմից հայտնի, որտեղ ինչպես գիտենք Միացյալ Նահանգները ձախողվեց այդ պատերազմում եւ այդտեղ կա մի պես է արտահայտություն մկնամարայի սխալ է կոչվում մկնամարան եթե ճիշտ եմ հիշում ֆինանսների նախարար էր թե ինչ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար երբ որ իրան հարց են տալիս ասում են լավ ասենք հսկա Միացյալ Նահանգներ եւ փոքր Վիետնամ
ոնց է լինում, որ մենք ունենք այսքան նյութական քանակական առավելություն, բայց չենք կարողանում հաղթել այդ մեր համեմատ փոքր ժողովրդին, հա։ Եվ այդտեղ խնդիրներից մեկն այն էր, որ վիետնամական ժողովրդի մոտ կային որոշակի հոգևոր չչափվող, ոչ քանակական ինքնության այդ ուժեղության, հոգևոր ուժեղության հետ կապված գործոններ, որոնք դու չես կարող հաշվել։ Ինքը չի վերածվում թվի։ Ինքը հոգևոր բան է, ինքը ավելի տենց, չգիտեմ, դժվար նկարագրելի բան է։ Եվ Վիետնամը կարողացավ հենց այդ գործոններով դիմադրել։ Հիմա այս շատ կարևոր է, որովհետև մեր պարագայում էլ, ասենք, քանի որ մենք փոքր ժողովուրդ ենք, փոքր պետություն ենք, այդ քանակական ցուցանիշներով մենք որևէ շանս չունենք, հա, եւ մեր հարևանների հետ հարաբերությունում եւ առավել եւս աշխարհում։ Հետևաբար մեր միակ հնարավորությունն է, ձեր ասած, օրգանականությունն է, եւ ամենամեծ սխալներից մեկը, որ մենք թույլ ենք տվել կրթական ռեֆորմներում, այդ կրթական ռեֆորմները իրականացրել ենք շատ տեխնոկրատական ձևով։ Այսինքն ներկրել ենք դրսից, որը սխալ է, իմ կարծիքով բարեփոխումը մենք պետք է աճեցնենք, ոչ թե ներկրենք, որովհետեւ երբ որ դու դրսից բերում ես, դու չես այդ էլ չունենք, մենք կարողանանք գոնե հարմարեցնենք։ Բերում ենք ու առանց հարմարեցման միանգամից, այսպես ասած, փորձում ենք, հա, իրան ոնց որ տեղակայել։ Ընդ որում հետամուտ չենք լինում։ Այսինքն մենք ասում ենք, այս բանը շատ լավ բան է, աշխարհի շատ երկրներում աշխատել է։ Օրինակ, նախագծային ուսուցում, չէ՞, հիմա նոր չափորոշիչով դարձել է պարտադիր, շատ լավ ձև է ուսուցման, շատ ուժեղ կողմեր ունի, մեր կրթական համակարգին, մեր հասարակությանը պետքական բան է, բայց եթե այս համակարգը մենք պատշաճ ձևով չադապտացնենք ու չներդնենք, մի 2-3 տարի հետո շատ ուշ չի։ Այդ համակարգը դառնալու է համալսարանների, կուրսայինների ու դիպլոմայինների համակարգը։ Այսինքն, լինելու են պատրաստի նախագծեր եւ աշակերտները, դպրոցները ամեն տարի այդ նախագիծը ներկայացնելու են իբր թե իրենք են արել։ Ինչպես տարիներ շարունակ մետրոների բացումներում վաճառում էին, էին գրում, վաճառում դիպլոմային, հիմա էլ։ Հիմա էլ կսկսեն վաճառել նախագծային աշխատանքներ, եւ դուք գիտեք, որ շատ աշակերտներ ուղղակի կգնան կառնեն այդ նախագծային աշխատանքը ու այս կարևոր ուսումնական մեթոդը կձախողվի։ Այսպիսի ես կարող տասնյակ օրինակներ բերեմ, որ մենք լավ բան ենք բերել, բայց չենք ադապտացրել եւ ամենակարևորը մեզ մոտ մարդկանց հետ աշխատանք չկա, այդ օրգանականություն, որ ասում եք, ես այդ եմ հասկանում, որ պետքա մարդկանց հետ աշխատել, արժեքների ուղղությամբ աշխատել, մարդ-մարդ հարաբերությունների հետ։ Տեսեք, մենք կրթական բարեփոխում ենք անում, չէ՞։ Հիմա եկեք բացենք կրթության զարգացման պետական ծրագրի գործողությունները եւ տեսնենք ծնող բառը քանի անգամ է օգտագործված այդ փաստաթղթում։ Մի երկու տեղ կա ծնող կոմիտե, ծնողական խորհուրդների վերապատրաստում, բայց մենք գիտենք, չէ՞, որ ծնողական խորհուրդների վերապատրաստումով ծնողների հարցը նախ է ծնողական խորհուրդներում հատուկ են մարդիկ են, հա։ Հիմա մենք ո՞նց ենք կրթության բարեփոխում անում առանց ծնողների մասնակցության, առանց իրանց հետ մասսայական աշխատանքի։ Հա դա նույն բանն է, ոնց որ մենք ունենանք ֆուտբոլային թիմ, ասենք պաշտպաններին ու կիսապաշտպաններին մարզենք, հարձակվողներին չմարզենք ու մտնենք խաղի մեջ։ Հիմա այն երկուսը մարզված են, այս մեկը ոչ մի բան չգիտի։ Հիմա դրա համար եթե դուք խոսեք այսօր դպրոցների հետ, իրենք կնշեն, որ մեր թիվ 1 խնդիրը ծնողներն են։ Եթե խոսեք ծնողների հետ, իրանք էլ կասեն մեր խնդիրը տնօրենն է, ուսուցիչները։ Այսինքն ստեղ այս խաղի մասնակիցների ներգրավվածությունը չկա եւ հետեւաբար ասենք այսօր ծնողները կարող են խոչընդոտել ռեֆորմը, խանգարել, հա, դեմ գնալ, հա, ասենք լավ բան ուզենաս իրենց համար անել, իրանք ասեն չենք ուզում այդ լավ բանը։
Այ եթե կեղծ թվանշան դնեք կուզենք, բայց եթե խիստ սկսեք օբյեկտիվ գնահատել, այդ մեզ ձեռ չի տալիս, չենք ուզում։ Պահանջում են, որ հիմա միջև 5-րդ դասական գնահատական չի դրվում նոր չափորոշչով, ծրողները կռվեն տալ, ասում են լավ, գնահատական չէ, աստղեր դրեք, ես իմ նշաններ արեք։ Մեզ պետք է հասկանալ երեխայի գնահատականը։ Հիմա դպրոցներն ստիպված հանձնվում են, սկսում են ինչ-որ բաներով, հերվից նշաններով։ Ոչ միայն մրցակցություն, իրենք պահանջում են այն ինչին իրենք սովորեն։ Ասենք դրա հետ մեկտեղ նույն ծնողը, երբ որ երեխան գնում է կրկնուսուցի մոտ, երբեք չի պահանջում գնահատական, չէ՞, ասում է, հա, երեխան ոնց է, ինչ է, կարողանա, չի կարողանա, ինչ։ Ես որ գալիս է դպրոց, պահանջում է գնահատական, սովորել է այդպես։ Հիմա որպեսզի ծնողը ետ սովորի դրանից, որպեսզի գիտակցի հասկանա, մենք պետք է ծնողական համանքի հետ աշխատենք, մենք չպետք է թողնենք դա դպրոցների վրա։ Մենք պետք է քարոզչություն անենք, մենք պետք է բացատրենք ծնողները դպրոցներին թե ինչպես աշխատեն ծնողական համայնքների հետ, այդ միջոցառումները ներառենք մեր ներդրման նոր չափորոշի ներդրման ծրագրի մեջ, ոչ թե դա թողենք այսպես երկրորդական, երրորդական պլան։ Այդ օրգանականը նաև ինչու է, գիտեք, ինչու է կարևոր։ Տեսեք, դուք կարող եք շատ լավ բան ծրագիր գրեք։ Ասենք լավ կրթական ծրագիր գրելը ամենահեշտ գործն է։ Հիմա ChatGPT-ն է շատ լավ ծրագիր կգրի։ Իրականում փայլում արհեստական բանականություն ցանկացած առարկա, որտեղ այնքան ծրագիր է կարդացել։ Անկամ մասնագետները պետք չեն լավ ծրագիր գրելու համար։ Արհեստական բանականություն կգրի։ Խնդիրը տեղում, այնտեղ այդ դասարանում, ասենք այդ քիչ երեխա ունեցող այդ բազմա կոմպլեկտային այդ դասարաններում, երկկոմպլեկտ, երակոմպլեկտ, այդ ասեմ, դա իր գործերն է, ինչպես։ Այդ փորձն է, որ կարող է մյուսի մոտ մի բան ստացվի, մյուսի մոտ մի այլ բան ստացվի, դա պետք է հավաքել, հավաքագրել, գումարել իրար, տեսնել ինչ է ստացվում, այդ ինչ է ստացվում մեր իրականության մեջ, մեր ծնողների հետ, մեր երեխեքի հետ, մեր դպրոցներում, մեր տնօրենների ներկայությամբ, ու այդ ամենով սովորել, դա անել, ու այդ սովորածը տարածել, ու այդ տարածելով ոգևորվել, որ ստացվում է, եւ բրթել առաջ, ոչ թե վերևից թելադրել ու ակնկալել, որ ներքևում կանեն, որտեվ չեն անելու։ Չի ստացվելու։ Այդպես չի լինում։ Ես չեմ ասում որ վերևից պետք չի անել, վերևից ճնշումը պարտադիր է, բայց այդ ճնշման հետ մեկտեղ դու պետք է հաշվի նստես այդ օրգանական վիճակի հետ եւ դրանք ոչ թե այդ ներքևի վիճակը հույս դնես վերևից փոխել ամեն գնով, այլ թույլ տաս, որպեսզի այդ վիճակը իրագործվի, իրականանա եւ դրան աճեցնես։ Ու մի խնդիր կա, մենք միշտ տապում ենք այդ process-ները եւ միշտ հետ ենք մնում։ Չափից դուրս արագ բարեփոխում անելը բերում է սովորաբար նրան, որ բարեփոխումները շատ դանդաղ են գնում։ Որքան դու ավելի համբերատար ես, որքան ավելի հետողական ես ամեն փուլը անելուց, որքան ավելի ուշադիր ես, թե ինչ է լինում, ինչ է ստացվում, ինչը չի ստացվում, շտկում ես, ուղում ես, ազնիվս ինքդ քեզ հետ ու գնում ես առաջ, այնքան ավելի արագ ես գնում։ Հետո այն հաջորդ փուլերում, երբ որ դու արդեն գիտես ինչ է ստացվում, շատ ավելի հեշտ է ստացվում դա անել։ Իսկ որքան դու շտապում ես, այնքան ավելի կուրորեն դու խնդիրներ ես բարդում քո առջև, ու այդ արդեն պատը չես կարողանում հաղթալես։ Իրենք այնքան են կուտակվում, որ քեզ կանգնեցնում են, եւ դու դադարի ես կանգնում, չես կարողանում առաջ գնալ։ Ես օրինակ մի գործնական առաջարկ անեմ, այս ծնողների հետ կապված, որտեղ ծնողների ներգրաված չլինելը իր պատճառը ունի, որովհետեւ իրենք շատ զբաղված են, շատերը մի քանի տեղ են աշխատում եւ այլն, եւ օրինակ հիմա շրջանառվում է օրենքի նախագիծ, չէ, որ աշխատանքային ժամը պետք է Հայաստանում դառնա 7 ժամ։ Օրինակ կարելի է այս նախաձեռնությունը օգտագործել կրթության օգտին, ոչ թե 7 ժամ անել, այլ ասենք օրինակ, չգիտեմ, մարդուն ամսվա մեջ 1 օր ազատել աշխատանքից կամ 2 անգամ կեսօրով եւ ասել գնա դպրոց։ Թող գնա դպրոց, իր երեխայի հետ դպրոցում աշխատի ուսուցիչ, ծնող երեխա այդ եռամիասնությամբ փորձեն աշխատել, այսինքն պետությունը պետք է այնպիսի կառուցվածքային քայլեր անի, որ ծնողներին մղի դեպի դպրոց եւ կրթվելու համար, որ ծնողներն էլ կրթվեն, որտեղ այո, բոլորս էլ կրթվելու կարիք ունենք, եւ նաեւ մասնակից դառնալու այն process-ին, որ տեղի է ունենում։ Ձեր ասացի մեջ ամբողջ կարևորությամբ հանդերձ ես մի փոքր հակասականություն տեսա այն իմաստով, որ եթե մենք խոսում ենք
իրական կրթության ցանկության բացակայության մասին, չէ՞ քիչ առաջ քննարկում ենք, որ ուղղակի գնահատական են ուզում կամ գնում են աշխատում են ոչ միայն սոցիալական պատճառներով, այլ որովհետև հետաքրքիր չի դասը չեն ուզում, եւ այս դեպքում ձեր առաջարկը մղել դեպի կրթություն, դպրոց կամ մասնագիտական հաստատություն ինձ մի քիչ անիրականանալի է թվում, իհարկե եթե կառուցակարգեր մտածվեն, գուցե կաշխատի, չգիտեմ, բայց ես այս համակարգային եթե չես գնում դպրոց, ուրեմն կգաս աշխատանքի։ Կգաս աշխատանքի, բայց այս աշխատել, սովորել կամ աշխատել կրթվելու կապը միայն միջև մեխանիկական լինելը, միջև առարկայական լինել, ինքը նաև ընկալման, չէ, մտածողության մշակութային է։ Հիմա Իմ ասած այնա, որ մեր դպրոցներում պետք են ուսուցիչներ, մասնագետներ, որոնք օրինակ մենք ունենք, չէ, սոցիալական մանկավարժ, այդպիսի մասնագիտություն ունենք, մարդիկ, որոնք աշխատեն ծնողների եւ ընտանիքների հետ, իրենց ներգրավելով կրթական process-ի մեջ, իրենց բացատրելով ինչ է տեղի ունենում, որպեսզի իրանք նաև տեսնեն իրենց երեխային ինչ խնդիրներ ունի եւ իրենք էլ սովորեն։ Համամիտ եմ, բայց այդ իմաստով նաև եթե անդրադառնանք ուսուցչի դերին, ես այնքան որքան լսել եմ ձեր տարբեր հարցազրույցներ, տարբեր քննարկումներին ձեր խոսքը, դուք շատ եք անդրադառնում ուսուցիչների պակասի, ուսուցիչների թվաքանակի նվազման խնդիրներին եւ այն գենեզիսին, որտեղից պիտի ուսուցիչը գնա դպրոց, այսինքն բուհական համակարգ, եկեք ազնիվ խոսենք, ամենայն հարգանքով մեզ մոտ մանկավարժական համալսարանը գոնե հանրային ընկալման սանդղակում ամենալավագույն տեղում չէ, այսինքն մարդիկ դիմում են այստեղ, չընդունվելու դեպքում միայն գնում են մանկավարժական համալսարան։ Եվ սա ցիկլիկ ու մուլտիպլիկատիվ էֆեկտով գնում է դեպի դպրոց, դպրոցից գնում է դեպի համալսարան, եւ եթե հարցը մի քիչ կոնկրետ ձևակերպենք, ինչպիսի եւ ինչպիսի ուսուցիչ եւ ինչպես ենք պատրաստում այսօր, ես չգիտեմ, դուք ծանոթ եք միջազգային ձեր ոլորտի բոլոր ակադեմիական, նաև պրակտիկ փորձին, կա օրինակ գնահատական բարձրակարգ ուսուցիչ պատրաստելը, ինչ արժե, մի քիչ կոպիտ է հնչում, բայց որքան ներդրում է պետք, լավ ուսուցիչ, որտեղ մենք գիտենք, չէ, տարբեր թվեր կան, լավ օդաչուի համար այսքան ներդրում է պետք, լավ ծրագրավորողի կրթությունն արժի այսքան։ Հիմա լավ հայկական իրականության մեջ լավ ուսուցիչ պատրաստելու համար որքան ներդրում է պետք։ Այս հարցը երևի պիտի պատասխան ստանա, որ հասկանանք դրա որ մասը պետությունը կարող է անել կամ պիտի անի, որ մասը մասնավորը, որ մասը բարեգործականը, այսինքն եթե մենք անդադ խոսում ենք, որ կրթության համակարգում այս խնդիրները կան, դպրոցում կան, բայց այսօր այդ մասին խոսելով մենք հստակ կանխորոշում ենք, որ վաղնել են լինելու, չէ, եթե ոչ ավելի վատ, առնվազն այս մակարդակի, որովհետև այսօր մենք չենք տեսնում այն ուսուցչական, անկավարժական հոսքը, որ վաղը պիտի մեզ ապահովի շատ որակյալ կրթություն։ Այս շղթան ոնց եք պատկերացնում։ Դե տեսեք, ոչ թե պետք է տալ հարց թե որքան արժի լավ ուսուցիչ, այլ որքան ջանք է պետք գործադրել բերքաբերի համար լավ ուսուցիչ ունենալու համար։ Դուք հարցը միայն լավ ուսուցիչ ունենալու մասին չի։ Մենք պետք է նաև գտնենք ուսուցիչներ բոլոր դպրոցների համար եւ ապահովենք նրանք լավը լինեն։ Իսկ դա շատ ավելի մեծ խնդիր է։ Դա նաև սոցիալական խնդիր է, որովհետեւ մարդիկ գյուղերում, ասենք, չեն ուզում ապրել։ Դա ընդհանուր քաղաքական խնդիր։ Դա նաև քաղաքական խնդիր։ Ուզում ասեմ, խնդիրը շատ ավելի բարդ է։ Մի անգամից ասեմ, բայց փաստացի կան հետազոտություններ, որոնք ասում են, որ ամեն ուսուցիչ իր մասնագիտական արդեն գործնական աշխատանքից սկսելու պահից հասնում է այն մակարդակի, երբ որ նա կարող է կոչվել վարպետ, նշանակում է կարող է անկաշկանտի արդյունավետ աշխատել եւ արդեն զբաղվել որպես վարպետ աճելով ոչ թե որպես մասնագետ վարպետության հասնելով 15 տարի աշխատելուց հետո։
Մտածես 15 տարի է պետք ուսուցչական փորձի, որպեսզի դու կարողանաս վարպետորեն տիրապետել այդ աշխատանքին եւ անել ամեն ինչը այսպես հեշտությամբ, հանգստությամբ, վստահորեն ու չկասկածես, որ քեզ մոտ կստացվի։ Ազատասայլը որ ուսուցիչը ինքը ոչ միայն արվեստ, այլ նաև արհեստ է, ոչ միայն գիտելիք, այլ նաև փորձ է։ Դա մի բան է, որը պահանջում է մարդկանց հետ ծավալուն աշխատանքի փորձ, տարբեր մարդկանց հետ, երեխաների հետ առաջնորդում, բայց ոչ միայն։ Եվ դա մի բան է, որը հեշտությամբ չի տրվում։ Եվ այդ առումով նաև մի բաներ կա, որ որքան է մանկավարժական համալսարանը ձախողածներ նախկինում բան եւ այլն, մանկավարժական համալսարանի տվածի տոկոսը այսօրվա ուսուցչի արդյունավետ աշխատանքի մեջ մեծ չէ։ Իրականում շատ ավելի կարևոր է, թե ինքը ինչ ուսուցչական փորձ ունի, փորձառություն ունի։ Եվ այդ փորձառությունը շատ կոնկրետ եւ գործնական է։ Այն տեսությունները փիլիսոփայական, որ նա այնտեղ կամ կդրեք հոգեբանական, որ այնտեղ ինքը ուսումնասիրել է, այս ուղղակի սերոպենացի փիլիսոփայացը բարձրաց։ Հոգեբանական ուսումնասիրել է մանկավարժական համալսարան, մնում են տեսությունները, թե նա չի ստանում գործնական կիրառում եւ ինքնավելուծություն եւ այլն։ Ասածս այն է, որ պետք չէ խոսել նրա մասին, թե որքան արժի ամեն ուսուցիչ պատրաստելը։ Ամեն ուսուցիչ պատրաստելը արժի այդ ուսուցչին գտնել եւ դպրոց ուղարկել դրա գինն է։ Մնացածը արդեն գալիս է իր ճանապարհից կրթության մեջ։ Եվ մեզ պետք է համակարգ, որտեղ այդ երիտասարդներ կուզենան գալ, որտեղ գիտեք ինչ կա, ասենք պարզ բան, դուք կուզենաք աշխատել մի տնօրենի մոտ, ով հիմարի մեկն է։ Չեք ուզենա։ Եվ ձեզ ասեմ, որ այսօր դպրոցների ղեկավարների մի զգալի մասը մարդիկ են, ու մոտ ենթակա լինել շատ քչերը կուզենան։ Մարդիկ ստիպված են գնում աշխատել շատ հաճախ։ Ուզում եմ ասեմ, այստեղ խնդիրը միայն նրանում չի, որ մանկավարժական համալսարանը Հայաստանում այնպես չի, որ շատ բարձր կարգավիճակն եւ կամ ուսանողներ ամենախելոք մարդիկ չեն։ Աշխարհում էլ ուսուցիչ դարձողների մեծամասնությունը ամենափայլուն մարդիկ չեն հասարակության մեջ։ Դա ոչ մի երկրում այդպես չի։ Բայց ուսուցիչ լինելը չի ենթադրում եզակի փայլուն ուղեղ, ենթադրում է սեր, ուշադրություն, սրտացավություն, աշխատանք, անընդհատ զարգացում, շատ այլ բաներ, որոնք այնպես չի, որ դու ընտրում ես դպրոցի ավարտին քննությունով կամ մանկավարժական համալսարանը կարող է տալ։ Դա մի բան է, որ տաղանդ է իրականում նաև։ Ուզում ասեմ, դա բարդ բան է։ Եվ մի բաներ ասեմ սրա շուրջ։ Մեր ուսուցիչները երկար տարիներ չեն ունեցել աջակցություն ինքնազարգացման համար։ Այդ մարդիկ իրենցից շատ-շատերը ունեցել են մեծ ցանկություն ավելի հեշտությամբ եւ ավելի լավ անել իրենց գործը, որտեղ ուսուցչական մասնագիտությունը հետաքրքիր հատկանիշ ունի։ Նման է շատ այլ արհեստների, որ ինչքան ավելի լավ ես անում, այնքան քիչ ես տանջվում։ Որքան քիչ ես տանջում, այնքան ավելի մեծ հաճույք է քեզ դա պատճառում։ Ուսուցչական աշխատանքի արդյունքը բերկրանք է։ Մեծ հաճույք է։ Երեխաների հետ աշխատելը ինքս ինքան ահա որ հաճելի գործ է։ Ինքը process-ը հաճելի է, եթե դու հեշտությամբ ես անում։ Իսկ հեշտությամբ անում ես, երբ որ վարպետության ես հասնում։ Այս վարպետության հասնելը ուսուցչին պետք է աջակցություն եւ օգնություն, որպեսզի նա կարողանա դա անել։ Ասածս այն է, որ մենք պետք է ոչ այնքան հիմա մտածենք նրա մասին, թե ինչպես ամենափայլուն մարդկանց բերենք կրթություն, որտեղ դա միգուցե ամենաարդյունավետ ճանապարհը չի եւ չէ ստացվի, որտեղ մենք այդպեսի բացր աշխատավարձ չենք կարող վճարել։ Եվ ասեմ, անգամ ամենալավ կրթական համակարգերում աշխատավարձը ուսուցիչի ամենաբարձր չի երկրում։ Այլ մենք պետք է մտածենք նրա մասին, թե այն մարդկանցից, ովքեր այսօր ուզում են լինել ուսուցիչ եւ սիրում են իրենց աշխատանքը, ինչպես մենք պատրաստենք վարպետ ուսուցիչների, որոնք իրենց գործը կանեն հեշտությամբ, հավեսով, ուրախ, երջանկությամբ ու կուզենան դա շարունակել անել։ Այդ վարպետությունը երևի շատ կարևոր է այն իմաստով, որ եթե նայենք հակառակ կողմից, աշակերտի դիտանկյունից կամ ուսանողի, ազնիվ լինենք։ Կրթությունը, որը տրվում է հաստատություններով, այսօր կարող է մեղմ ասած հետաքրքիր չլինել։ Ինչու, որովհետև լավ է դա, թե վատ է դա չենք քննարկում, բայց հիմա հասարակությունը, երիտասարդությունը ապրում է սկրոլի էֆեկտով, չէ՞։ Ինֆորմացիոն հոսքերը այնքան շատ են եւ այդ առատության մեջ
դպրոցականը, երիտասարդը, ուսանողը այնքան հետաքրքրություններ է գտնում, որ գնալ հաստատություն միայն մեխանիկական գիտելիք ստանալու համար երևի ոչ մեկս չենք գնա, չէ, որովհետև մեխանիկական գիտելիքը, որ ուսուցիչը կամ դասախոսը կարող է փոխանցել, երիտասարդ դեռահասը կարող է ստանալ իրենց տանը բազմոցին նստած, չէ, ամենավորակյալ աղբյուրներից։ Հետևաբար ուսուցչի, դասախոսի կրթական հաստատության առաքելություն, որ ասենք մի քիչ պաթետիկ կհնչի, բայց գործառույթը, հա, կամ դերը փոխվում է, այսինքն այդ դերը որն է, ես չգիտեմ, ընդունված է ասել, որ մտածել, սովորեցնել, դա էլ մի քիչ կաղապարային է, բայց վստահաբար այդ հաստատությունը այլևս ուղղակի գիտելիք ստանալու համար չէ, որովհետև դա հետաքրքիր չի եւ ժամանակատար է։ Այդ կրթական բովանդակությունը ինչպիսին պիտի լինի, որ ինֆորմացիայի եւ հետաքրքրությունների անսահմանության մեջ դեռահասին ուսանողին բերի լսարան եւ այս առումով կարեւոր է նաեւ քննարկել, որ կրթությունը այնուամենայնիվ միայն գիտելիքը կամ դրա վրա հետևություն անելը չէ, կրթական գործընթացը նաեւ սոցիալական բաղադրիչ ունի, այդ կոմունիկացիոն բաղադրիչը ունի, որը փաստորեն էլի այնքան գրավիչ չէ գոնե շատերի համար, որ մենք ունենք Սերոփի ասած պատկերը, որ մարդիկ վճարում են վճարովի կրթական համակարգում, բայց չեն գնում դասերի ուղղակի անգամ կաշառքով քննություններ են երբեմն ստանում եւ այլն։ Տեսեք, ընդհանրապես իմ կարծիքով այսօրվա աշխարհում ուսուցչի աշխատանքը ամենաբարդ աշխատանքն է։ Ես չգիտեմ մեկ այլ աշխատանք, որը այդքան բարդ է, որովհետև շատ այլ մասնագիտություններում, եթե դու ունես հմտություններ, եթե դու ունես գիտելիքներ, նույն ասենք, չգիտեմ, օդաչուն, հա, եթե ինքը ունի բավարար գիտելիք հմտություն կամ նույն գիտնականը, եթե ունի գիտելիքներ հմտություններ, ինքը կարող է իր խնդիրները լուծել։ Ուսուցչի պարագայում դա շատ հաճախ բավարար չէ, այսինքն դու կարող է աշխարհագրություն առարկան ֆանտաստիկ իմանաս եւ նաեւ ունենաս շատ լավ հմտություններ, բայց միևնույնն է էլի բախվես խնդիրների, որովհետեւ կրթության մեջ, դասավանդման մեջ ամենակարևոր գործոններից մեկը անհատականությունն է, հա, Արամը նկարագրեց դրա որոշ ավելի կոնկրետ տարեր, բայց իմ փորձը ցույց է տալիս, որ լավագույն ուսուցիչը նախ եւ առաջ պետք է լինի հետաքրքիր անհատականություն։ Այս շատ կարևոր է, որտեղ միայն այդպիսի անհատականությունը կարող է երեխաների համար հետաքրքիր լինել։ Մենք նաև այսօրվա աշխարհում շատ մեծ ներդրում պետք է կատարենք մանկապարտեզի եւ կրտսեր դպրոցի վրա, որովհետեւ եթե այդ տարիների ընթացքում մենք սկսենք լավ աշխատել երեխաների հետ, կարող ենք իրենց վրա շատ ազդել, մեզ մոտ ավելի շատ փող մենք դրել ենք ավագ դպրոցների վրա, բայց իմ կարծիքով ավագ դպրոցում արդեն ուշ է ինչ-որ բան փոխել։ Եթե դու ուզում ես երեխայի վրա ազդես, դա ավելի հնարավոր է մանկապարտեզում եւ կրտսեր դպրոցում։ Դրա համար մենք պետք է փոխենք սա այս ընկալումը եւ չմտածենք, որ այ ավագ դպրոցի երեխաները ավելի բոյով են, դրա համար դա ավելի կարեւոր օղակ է, իսկ որտեղ որ կարճ են, ավելի փոքր համակարգ է, չէ։ Կրթության մեջ հակառակն է, որքան շուտ կարողանաս այդ լավ աշխատավոճը գործարկես, այնքան արդյունքները ավելի հեռահար կլինեն։ Բայց նաև հասկանալի է, թե ինչու նախարարությունը միշտ խուսափել է կրտսեր դպրոցից, որովհետև դրա արդյունքները շատ ավելի երկար են լինելու, իսկ այդ ժամանակ իրենք արդեն էլ իշխանության չեն լինելու, դրա համար ավագ դպրոցը ոնց որ 2-3 տարուց ինչ որ բան կարող է ստանալ, դրա համար միշտ կարևորվել է ավագ դպրոցը։ Բովանդակության առումով, այո, տեսեք, սովորաբար այսօր դպրոցը կարիք ունի փոփոխությունների, արմատական, բայց իհարկե ես այն մարդկանցից չեմ, որոնք ասում են արմատական չի նշանակում, որ երկու օրում սաղ փոխենք, որտեղ կրթության համակարգը նորից շարունակելով ձեր այդ օրգանականություն բառը, ինքը օրգանական համակարգ է եւ ցանկացած մարդ, ով կփորձի մեկ օրում, մի շաբաթում, մի տարում կրթության մեջ
արմատական փոփոխություններ անել, կմնա իր փոփոխությունների փլատակների տակ, որովհետև կրթության համակարգը այդքան հեշտ չի փոխվում, ինքը օրգանական համակարգ է եւ պահանջում է շատ տևական, ժամանակային փոքր քայլերով, բայց հետևողական աշխատանք։ Այ հիմա մենք այս աշխատանքը պետք է անենք, որ եթե ուզում ենք կրթության ոլորտում ունենալ փոփոխություններ։ Մենք միշտ անում ենք այն փոփոխությունները, որոնց արդյունքները ավելի հեշտ են, տեսանելի են, հա։ Օրինակ, տեսեք նույն շենքերի վերանորոգումը, շատ կարևոր բաղադրիչ է, բայց ինքը շատ հարցեր չի լուծում։ Կա ապացույց, որ ֆիզիկական միջավայրը առավելագույնը 10% կարող է ազդել առաջադիմության վրա, գումարած նաև են, որ մենք հաճախ վերանորոգում ենք դպրոցները, բայց այդ վերանորոգած դպրոցի պահպանման ծախսը պետք է առնվազն տասնապատկել, որտեղ տասնյակ գործոններ են։ Եթե դու նոր շենք ես սարքել, այդ շենքը պահելու համար մեծ փող է պետք։ Մենք հաճախ այն սովորական դպրոցի ֆինանսավորումով փորձում ենք պահպանել մեծ վերանորոգված, չքեղ վերանորոգված դպրոցը, դա անհնար է եւ դա է պատճառը, որ շատ հաճախ, ասենք, մեր դպրոցները, որոնք ժամանակին Լինսի հիմնադրամներ կառուցում, հիմա Ասիական զարգացման բանկը, այլ կազմակերպություններ, միշտ այդ խնդիրը կա, այսինքն դու պետքա պահես։ Հիշում եմ այդ Լինսի հիմնադրամը նույնիսկ ժամացույցներ էր դրել, չէ, դպրոցի կենտրոնական պատի մոտ վրա, որպես բրենդ, բայց հիմա գնացեք տեսեք, քանի դպրոցում այդ ժամացույցը կա կամ աշխատում է, այսինքն այդ պահպանման մասին էլ մենք պետք է մտածենք։ Բովանդակության առումով իհարկե շատ դժվար է, որովհետև այսօր մեր ուսուցիչները ունեն շատ լուրջ մրցակիցներ, դուք նշեցիք ինֆորմացիայի աշխարհ կա, որը կլանում է երեխային, այդ ոլորտում աշխատում են հոգեբաններ, մարքետոլոգներ, որոնք մտածում են ինչ անենք, որ այս երեխեքին մեր բիզնեսի մասը դարձնենք, հա, եւ դպրոցի համար շատ դժվար է այդ մրցակցության մեջ։ Ուշադրության համար այդ շատ սուր մրցակցության մեջ դպրոցը երևի ամենավերջի տեղերից մեկն է։ Ուշադրությունը հիմա ամենագլխավոր վալյուտան է, ամենագլխավոր։ Եվ դպրոցը ամենաթույլ գործիքները ունի այդ շուկայում, որովհետեւ կոմերցիոն չի այդ իմաստով։ Այո, օրինակ այդ ժամանակին դեռ Հերբերտ Սայմոնն էր այդ հետաքրքիր արտահայտություն օգտագործել ուշադրության տնտեսություն, ինքը հետաքրքիր տերմին է, ասում է տնտեսությունը հիմնականում պայքար է ուշադրության համար։ Այդ է, ով ուշադրությունը կապիտալ է դառնում։ Բայց հիմա տեսեք, մեր դպրոցներում, մեր կրթական համակարգում ես երբևէ չեմ հանդիպել, որ ինչ որ մի խորհրդակցություն լինի, վերապատրաստում կամ ինչ-որ ծրագիր ուշադրություն գրավելու ուղղությամբ։ Բայց եթե գնանք բիզնես կամպանիաներին նայենք, իրանց հիմնական օրակարգում դա է։ Էլ ինչ անենք, որ կլիենտների ուշադրությունը գրավենք։ Հիմա կրթության օրակարգում այդ հարցը չկա։ Մեզ թվում է, թե այս հին համակարգն է, որտեղ ինչ ներկայացնում այս երեխաները հալածյունի պես։ Դա նկատի ունեի, որ ասում էի, որ մենք հինն ենք դեռ փորձում բարեփոխել։ Այսինքն այսը մեր ուսուցիչները հաճախ մտածում են, եթե դպրոցը պարտադիր եկել են, ուրեմն մենք պետք է ինչ-որ պարտադրական ձևերով աշխատենք, բայց այսօր ոչ ոք, ոչ մեկի այլևս պարտադրանքով չի կարող սովորեցնել։ Դու պետքա փորձես, այս ցավալի բան է, չէ՞, հայտնի փիլիսոփա կա ֆրանսիացի Միշել Ֆուկոն, ինքը ասում էր նախկին հասարակությունը դիսցիպլինար հասարակություն է։ Հիմա ասում էր հիմա ոչ թե դիսցիպլինար, այլ վերահսկվող, չէ՞, տենց։ Հա, այդ ինքը չհասցրեց ասել, որտեվ մահացա, բայց հետո մեկ այլ հայտնի ֆրանսիացի փիլիսոփա Դելյոզը այդ գիծը շարունակեց։ Ոչ թե կանոնն է, այլ բան է։ Դիսցիպլինար հասարակության առանձնահատկությունը որն էր, որ մարդկանց սկսեցին առանձնացնել ինչ-որ տեղերում, հա, բանվորներին տարան գործարաններ, գուդոկով աշխատանքը սկսեց ավարտվեց, հիվանդներին տարան հիվանդանոցներ, հանցագործներին տարան մեկուսարաններ, աշակերտներին էլ փակեցին դպրոցներում։ Մասա դիսցիպլինար հասարակությունն է։ Եվ ամբողջ խնդիրը այն է, որ եթե մենք նայում ենք կրթության պատմություն արմատները, այսօրվա կրթության, պարզ ապացույցներ կան, որ այսօրվա դպրոցները
ստեղծվել են երեխաներին հնազանդեցնելու նպատակով։ Սա ապացուցված է եւ անգամ կա հետաքրքիր վիճակագրություններ, օրինակ Արգենտինայից, հա, երբ որ 19-րդ դարում կարծեմ Արգենտինայում կրթությունը դարձավ պարտադիր կրտսեր դպրոցի, հատկապես շատ դպրոցներ են բացվել այն հատվածներում Արգենտինայի, որտեղ շատ ապստամբություններ են եղել։ Այդ պրուսական նույն Պրուսիայում էլ այդպես եղել, այսինքն ինքը հստակ ստեղծվել է երեխաներին ապագա սերնդին հնազանդ դարձնելու համար, որովհետև 18-19-րդ դարից հասարակությունը սկսեց ազատականանալ այդ ֆրանսիական հեղափոխության բանի ֆոնի վրա։ Եվ խնդիր առաջացավ, որ եթե մենք այս երեխեքին փոքրուց չհնազանդեցնենք, սրանք հետո ապստամբ են դառնալու։ Դրա համար դպրոցի հիմնական նպատակը, եւ սա քողարկված նպատակ է, ոչ մի ես չեմ լսել, որ որևէ նախարար կամ վարչապետ կամ նախագահ ասի սիրելի ծնողներ, շնորհավորում ենք ձեր երեխաների մուտքը դպրոց, այստեղ մենք ձեր երեխաներին հնազանդեցնելու ենք, հնազանդ քաղաքացիներ ենք դարձնելու, հա։ Այդ ոչ մեկ դա քողարկված օրակարգն է, բայց իրական օրակարգն է։ Եվ հիմա այդ համակարգը չի աշխատում։ Այսինքն այսօր դպրոցը այլևս չի կարողանում երեխաներին հնազանդեցնել եւ դիսցիպլինար հաստատությունից այսօր դպրոցը դարձել է երեխաների ժամանակավոր պահման հաստատություն։ Այսինքն 8:30-ից մինչև 2:30 կպահենք, ներսում արդեն ուսումնական process-ները սկսում են խարխլվել, հա, օրինակ ասեմ, այսօր հենց այսօր Հայաստանի դպրոցներից մեկում դասի ժամանակ աշակերտը 3-րդ հարկից թռել է ներքև։ Դասի ժամանակ։ Երևանում թե մարզերից մեկում։ Բայց չնայած ամեն շաբաթ համարյա այդպիսի այսինքն պատանը բաց է եղել, ինչ որ ուսուցիչը ասել է փակեք, վազելով գնացել է 3 հոգով, մեկը թռել է ներքև։ Հիմա սա ցույց է տալիս, որ արդեն դպրոցի ներսում այդ ուսումնական, դաստիարակչական այդ process-ները հնազանդեցնելու երեխաներին խարխլված են։ Սա մենք պետք է ընդունենք։ Եվ հիմա ցավոք սրտի մեր քրեական քրոնիկոնում հաճախ են լինում դպրոցներից եկող դեպքեր, հա, չգիտեմ, սպանություն, դանակահարություն, ծեծուջարդ, ինչ որ դժբախտ պատահարներ եւ այլն, որովհետեւ արդեն սա մենք պիտի ասենք, ուսուցիչները, տնօրենները չեն կարողանում երեխաներին հնազանդ պահել դպրոցում։ Հիմա այս լուրջ խնդիր է։ Հիմա կարողանում են ինչ որ պահել, բայց Ստե մի ուրիշ հարց էլ կա, կրթության բաղադրիչը։ Դե կարելի է մտածել, որ պահում են, բայց ֆիզիկապես են պահում, հետաքրքիր դարձնելով չեն պահում, դրա համար երեխաները ազատ ժամանակ են ունենում եւ լինում այն ինչ որ լինում։ Հետաքրքիր դարձնելն էլ լուծում չի, որովհետեւ տեսեք, շատ դպրոցներ հիմա աշխարհում վերածվել են այսպես տեղ, որտեղ փորձում են երեխաներին ամեն կերպ հետաքրքիր անել ամեն ինչ իրենց համար, որ իրենք ուզենան գալ դպրոց եւ ընդհանրապես լինել դպրոցում, բայց այդտեղ մի խնդիր կա։ Առաջինը մարդկանց ստեղծարարությունը արթնանում, երբ որ իրենց համար հետաքրքիր չի։ Չեք նկատել, դուք սկսում եք ինչ-որ բան նկարել թղթի վրա, բան, երբ որ ձանձրանում եք։ Ձանձրույթն է ստեղծագործելու հիմքը։ Դա առաջին բանը, երբ որ դուք չափից դուրս եք զվարճացնում երեխային, երեխան դադարում է ստեղծագործել, նաեւ դադարում է ստեղծագործել սեփական գիտելիքը։ Դադարում է կենտրոնանալ, իրեն դուր է գալիս, որ իրեն անդադ զվարճացնում են, նա ոչինչ չի սովորում։ Եվ ասեմ, որ այդ միտումը, այդ գեյմիֆիկացիա, որ ասում են, խաղային դարձնել եւ այլն միջավայր, դա էլ է խնդիր։ Ես կներեք հետաքրքիր ասելով նկատի չունեմ գեյմիֆիկացիան, ես նկատի ունեմ այն ինչը, որ 20 տարի առաջ որպես ուսումնական process հետաքրքիր կլներ աշակերտին, այսօր հետաքրքիր լինի, որպեսզի նա հեռախոսից կտրվի, ոչ խաղի մասով։ Եվ այստեղ Սերոփը շատ լավ ասեց, շատ կարևոր է այդ դերը ուսուցչի անհատական դերը, իր անձնական հետաքրքիր։ Ես դրա հետ համաձայն եմ, բայց տեսեք, նորից կանք հետաքրքիր հարցին։ Երեխայի համար հետաքրքիր է սովորելը։ Ընդհանրապես երեխաները սիրում են սովորել։ Իրենք ծնվում են սովորելու ցանկությամբ եւ անդադ հետազոտում են իրենց աշխարհը։ Բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ սկսած 5-րդ դասարանից երեխաների հետաքրքրությունները ձեռք են բերում որոշակի ուղղություն։
Որոշ բաներ իրենց համար ավելի հետաքրքիր են դառնում, որոշ բաներ ավելի քիչ հետաքրքիր։ Իսկ մենք ելներով մեր հանրակրթության անկալումներից երեխաների մինչև 9-րդ դասան պարտադրում ենք բոլոր առարկաները հավասար կարևորելով, ամեն բան սովորեցնելով եւ անգամ հաղթայելով երեխայի հետաքրքրության պակասը։ Իսկ գնալով հետաքրքրությունը պակասում է։ Մինչև 4-րդ դասարան երեխաները պատրաստ են լինել հնազանդ, իրենք իրականում շատ հավեսով հնազանդվում են, իրենց դուր է գալիս ամեն բան, իրենք չունեն որոշակի այսպիսի նախընտրություններ, այս բան ավելի շատ, այս բան ավելի քիչ, ու գնալով դա տարբերվում է։ Եվ պարտադրանքը մի բան է, որ մեր կյանքում միևնույն լինելու է։ Մենք, եթե մենք մեզ չսովորենք պարտադրել, այլ մարդիկ մեզ նույնը պարտադրելու են, կամ մեզ պարտադրելու են հանգամանքները։ Միշտ որ մենք անելու ենք այն, ինչ որ մեզ հետաքրքիր է։ Մենք պետք է սովորենք նաև անել այն, ինչ որ մեզ հետաքրքիր չի, եւ դա դպրոցը պետք է երեխաներին սովորեցնի։ Ոչ միայն դպրոցը, ծնողներն են, բայց վերջերս ծնողները դադարել են դա անել, հանձնելով երեխային խաղալիքները, ոնց իրեն հետաքրքրում է, որտեղ խաղալիքները շատ հետաքրքիր են դարձել։ Եվ քանի որ նաև հասարակությունը գնալով ավելի ունևոր է դառնում, նաև երեխային ներգրավել աշխատանքի մեջ, տան աշխատանքի մեջ, գնալով դրա կարիքը պակասում է։ Երեխան փաստորեն մնում է առանց գործի տանը եւ կարող է զբաղվել նրանով ինչ որ իրեն հետաքրքիր է։ Երեխաները սովորում են նրան, որ նա կարող է արտվան երեկոս զբաղվել միայն նրանով ինչ որ իրեն հետաքրքիր է, չզբաղվել նրանով իրեն հետաքրքիր չի։ Ի տարբերություն ասենք այն ժամանակների, երբ որ մարդիկ կարիք ունեին ամեն մի ծնված երեխա, հենց որ առաջի բանը կարողանում էր անել, իրեն տալիս են դա անելու։ Չկար մանկություն հասկացություն, չկար անհոգ մանկություն, որ դու բոլորը աշխատում էին փոքրուց, որովհետև դա էր ձևը, այլապես դու չէիր, միջոցը դա էր, ու ինչքան ավելի շատ ընտանիքում մարդ ուներ, այնքան ավելի ոնց որ աշխատուժը աճում էր։ Կենցաղը թույլ չէր տալիս։ Այդպես էր։ Հիմա փոխվել է։ Ուզում ասեմ շատ բան միաժամանակ է փոխվել եւ մի բան էլ ասեմ, որ միևնույն է դպրոցը չի կարողանա մրցել մասնագիտացած պրոֆեսիոնալ երեխաների ուշադրություն գրավող համակարգերի հետ, որտեղ դրանք կռիվ են տալու եւ տալիս են այդ կռիվը, ընդ որում մտնում են դպրոց եւ դպրոցից ներսից են տալիս կռիվը։ Իրեն գալիս են տեխնոլոգիաներով, եռաչափ բաներով, դրանով են նույն իրենց երեխաներին տանում իրենց կլիենտներին։ Եվ լուծում, լավ լուծում։ Մենք հիմա ասես կարող ենք շատ խելոք դեմքերով տարբերված են, չկա, երևի չկա։ Ոչ ոք չգիտի իրականում լավ լուծում։ Միակ լուծման մոտեցումը, որ մենք կարող ենք առաջարկել, ու ես համաձայն եմ սիրով հետ, շարունակել մնալ հետաքրքիր երեխայի համար, որպես մարդիկ, որտեղ կրթությունը դու ճիշտ ասացիք, ինքը սոցիալական գործընթաց է, ինքը մեխանիկական չի։ Կրթությունը շփում է։ Ամբողջ կրթությունը իրագործվում է շփման միջոցով։ Եվ եթե շփումը երեխային հետաքրքիր է, երեխան կսովորի։ Եթե շփումը հետաքրքիր չի, ինչ ուզում ես երեխան չի սովորի։ Եվ մենք պետք է ընդհանրեն անենք այն, որ շփումը ավելի մեծ դեր խաղա երեխայի կրթության մեջ, որտեղ դա է, որ երեխային պահում է հետաքրքրված, եւ շփումն է, որ ինչի միջոցով երեխային տանում են, իր ուշադրությունը գրավում են այլ բաները։ Այ շփմանը հետ կապված ես մի փոքր դուրս գանք, հա նեղ համակարգից հետո էլի վերադառնանք մեր հայկական, հա, բնորոշիչներից մեկը անձնակենտրոնությունն է, դպրոց գնաց երեխան, համալսարան գնաց ուսանողը, այնտեղ հիերարխիկ այդ փուլերով պիտի անցնի կամ անցնում է, բայց լավ չի անցնում կամ կարող է ավելի լավ, այսինքն անհատական մակարդակ, խմբային մակարդակ, որը հետո պիտի վերաճի հասարակական մակարդակի եւ տա այդ համընդհանուր բարիքը, պրոդուկտը։ Ինչի՞ եմ ես սա ասում, մի քիչ հեռու տեղ եմ ուզում կապել։ Նայեք, մենք գալով քաղաքական գործընթացներին, քաղաքականության ընկալմանը, հանրային մակարդակով շատ ենք խոսել, բոլորն են խոսում, մեր հասարակությունը սպասում է փրկիչների, չէ՞, առաքյալների եւ այլ եւ այլ։ Բոլորս նաեւ խոսում ենք, որ մեր այսօրվա վիճակի պատճառը վատ համակարգերն են, որովհետեւ մենք էլ մեր զրույցի ընթացքում երկուսդ էլ կարծես անդրադարձակ, չէ, մենք չենք կարողանում լավ արդյունավետ համակարգեր սարքել, ավելին գուցե հակահամակարգեր ավելի լավ ենք սարքում, եւ այստեղ կարծես խզում է առաջանում մի կողմից մեզ բնորոշ անձնակենտրոնությունը, որը կրթական հաստատություններում չի դառնում այդ համագործակցային մշակույթի պակասի պատճառով, բանավեճի կուլտուրայի պատճառով, չէ, մենք աշխարհում երևի ընդհանրապես, բայց մենք էլ երևի ավելի շատ խոսում ենք, քան լսում, չէ։
լսելու կուլտուրան, եթե նկատել եք, շատ նահանջել է, չէ, եւ հանրային մեր դիսկուրսից, ընդհանրապես սոցիալական շփումներից։ Մենք դպրոցում էլ, ես չգիտեմ, դուք ավելի լավ կասեք, մենք սովորեցնում ենք լսել, չէ։ Անցած դարում էր կարծեմ, միջև անցած դար ճապոնացիները հատուկ դասաժամ ունեին, չէ, լսելու լռության ժամ։ Հին Հունաստանում Նաև Հին Հունաստանում։ Սոկրատեսի, Պլատոնի մոտ առաջին տարին աշակերտը միայն լսում էր։ Միայն լսում էր։ Հիմա մեր դպրոց չասեմ, մեր կրթական կաճառը սովորեցնում է լսել, սովորեցնում է բանավիճել։ Ինչի եմ նաև սա ասում, որովհետև այսօրվա ժամանակներում, որոնք անվանում են կիսաճշմարտության ժամանակաշրջան կամ հետ ճշմարտության ժամանակաշրջան, տիրապետող է ոչ թե օբյեկտիվ իրականությունը ներկայացնող գիտելիքը, ակադեմիական նյութը, այլ կարծիքը, չէ՞։ Սոցիալական ցանցերում գրված կարծիք կոմենտներն են, չէ՞, դոմինանտ։ Այսինքն ընկալման առումով այսօրվա ես դրանք կարծիք էլ չէի կոչի, շատ հաճախ թվացող կարծիք։ Բայց երբ որ ընդհանուր մակարդակով նայում ենք, կարելի է ասել, որ կարծես օբյեկտիվ իրականությունը իր տեղը զիջել է սուբյեկտիվ իրականությանը, որովհետև ամեն ինչ կդնենք այդ կոմենտները սուբյեկտիվ իրականությունների արտահայտություններ են։ Հիմա մի քիչ գուցե շատ տարբեր կողմեր գնացի, բայց այս անհատի, խմբի, համագործակցության մշակույթի մասին խոսենք, բանավեճի լսելու մասին եւ այդ ամեն ինչը էքստրապոլացնենք արդեն քաղաքական սպասումների վրա, երբ մենք կարող ենք սպասել ոչ թե փրկիչներ, այլ ծրագրեր փրկության կամ առաջընթացի, որոնք կիրագործեն հուսանք լավ կրթական համակարգից դուրս եկած մասնագետները, քաղաքական առաջնորդները, քաղաքացիական ծառայողները։ Շատ կարևոր հարցեր տվեցիք եւ կարելի ասել սրանք այն հարցերն են, որոնք խփում են կրթության այսպես առանցքային հարցերին եւ սրանք այդ ստորջրյա հատվածներն են կրթության, որոնք մենք չենք քննարկում, չենք տեսնում։ Հիմա տեսեք, այս անհատ խումբ այդ թեման շատ կարևոր է, որովհետեւ այսօրվա մեր կրթական համակարգում ես տեսնում եմ մի խնդիր, որը նաև հասարակության մեջ էլ արդեն կա։ Այդ խնդիրը այն է, որ շատ հաճախ դպրոցներում լավ սովորող երեխաները, նաև լավ քաղաքացիական որակներ ունեցող երեխաները, մարդկային որակներ, հաճախ մեկուսացած են։ Ինչու, որովհետև միջավայրը մեզ մոտ շատ վայրի է եւ այն առաջնորդները, որոնք հաճախ դասարաններում ի հայտ են գալիս, իրենք մեծ մասամբ քանդող մարդիկ են։ Վատ առաջնորդ։ Այո։ Խանգարում են սովորելուն, ճնշում են բուլինգի դեպքեր եւ այլն, եւ ես շատ ափսոսում եմ, որ հաճախ կարող է դասարանում 1, 2, 3 հոգին մի ամբողջ 30 հոգանոց դասարան քանդեն, ուղղակի քանդեն։ Եվ այդ իրավիճակում են երեխաները, որոնք ավելի լավ սովորողներ են, լավ հատկանիշներ ունեն մարդկային, իրենք սկսում են մեկուսանալ, որովհետև դա միակ ճանապարհն է, որ իրենք կարողանան շարունակել սովորելը։ Եվ այստեղ մի հետաքրքիր էքսպերիմենտ է արվել, հայերի հետ կապված չի, բայց ամերիկյան կարծեմ համալսարաններից մեկում դիտարկել են ասիացի եւ աֆրիկացի ուսանողներին։ Եվ այդպիսի օրինաչափություն է դուրս եկել, որ ասիացիները խմբերով լավ են աշխատում, իսկ աֆրիկացի ուսանողները ավելի անհատական են աշխատում։ Եվ փորձել են հասկանալ ինչն է պատճառը, որ ասիացիները տենց արագ խմբային դինամիկան լավ գնում է, թիմով բանով, բայց Աֆրիկայից եկած ուսանողները ավելի ինդիվիդուալիստներ են, եւ պարզվել է, որ պատճառը այն է, որ Ասիայում, եթե դու լավ ես սովորում, դու ոնց որ սոցիալիզացված մարդ ես։ Իսկ Աֆրիկայում, եթե դու լավ սովորող ես, դու պետք է ոնց որ այսպես կոպիտ ասած աչք քաշես, որ չընկնես այդ վատ հոսանքների տակ, հա, հիմա օրինակ մենք էլ ես հաճախ լսում եմ ծնողները
իրենց երեխաներին խորհուրդ են տալիս, որ դու այս հրա հետ մի շփվի, իր հետ հեռու մնա Իրանից, հա։ Ինչու են այդպես ասում, որտեղ այդ երեխաները բուլինգ են ենթարկում, ճնշում են, խանգարում են, եւ ցավոք այս վիճակը դասարանային մենք ունենք նաեւ հասարակության մեջ։ Եվ այսօր Հայաստանում ես գիտեմ շատ լավ մասնագետների, որոնք այսպես աչք քաշած, իրանց համար հանձնված, անհույս, հա, ինչ որ մի անկյունում իրենց համար լուր իրենց առօրյա գործն են անում եւ խուսափում են մեջտեղ գալուց, խոսելուց եւ ես կարծում եմ, որ այդ իմաստով Հայաստանը թաքնված տաղանդների երկիր է։ Մեր երկրում կան ինքը կարող է լինել գրադարանի աշխատող, դպրոցի աշխատող, ինչ որ մի հիմնարկի շարքային աշխատող, գյուղի ուսուցիչ, դուք չեք պատկերացնի, մենք հիմա ուսուցիչներին հաճախ ասում ենք գիտելիքներ չունեն եւ այլն, բայց գյուղերում դուք այնպիսի ուսուցիչներ կարող եք գտնել, գիտելիքների այնպիսի մակարդակ, որ համասարանի շատ դասախոսներ կնախանձեին։ Բայց ինչի՞ այդ մարդը այդպես մնացել, որտեղ ասենք մեր հասարակությունում աղմուկը, այդ չգիտեմ, բաշարելը, ճարպկությունը, փախցնելը բան, այնքան բան են դարձել, որ այս պարկեշտ մարդիկ հաճախ միակ լուծումը տեսնում են այդ կրիայի գործելակերպի մեջ, այսինքն փակվել, աչք քաշել, անկյուն գնալ, լռել, չխոսել եւ այլն, հա, որտեվ ինչ խոսես, այդ աղմուկի մեջ մի բան էլ դու ասես հարցակվեն քո վրա, այս մեկ Երկրորդը այս օբյեկտիվ սուբյեկտիվի հետ ասեցիք, այո, այս շատ լուրջ խնդիր է, որովհետև հիմա կա այդ հետ ճշմարտություն, չէ, այդ արտահայտությունը կա, բայց ես ավելի նախընտրում եմ մի ուրիշ տերմի, մենք ոչ թե հետ ճշմարտության ժամանակներում ենք ապրում, այլ թվացial ճշմարտության, որտեղ եթե դուք այսօրվա շարքային մարդկանց ասեք ճիշտը չկա, այլ ճիշտ չկա, իրանք կասեն ոնց չկա, բա ես ինչ եմ։ Այսինքն մարդիկ չեն ընդունում, որ այսօր ճիշտ չկա։ Ընդունում են, որ ճիշտ կա, բայց ճիշտը այն է, որը ինձ թվում է, որ ճիշտ է։ Ոչ թե օբյեկտիվ է ճշմարտությունը։ Իսկ իսկական ճշմարտությունը ոչ մեկը չի ուզում լսել։ Այո, եւ հիմա այս թվացial ճշմարտությունների աշխարհում իրոք կրթությունը շատ տուժում է, որովհետեւ կրթությունը ինքը փորձում է հնարավորինս մեծ տալ աշխարհի օբյեկտիվ պատկեր, հա, գիտական մտածողության ինչ որ էլեմենտներ, բայց հիմա այս թվացial աշխարհում, այսինքն ինչ քեզ թված այս մարդն է ճիշտ, ուրեմն ինքն է ճիշտ։ Թվալու վրա ենք թվացialության, այս կրթության համակարգին շատ մեծ վնաս է տալիս։ Եվ երրորդը, որ լսելու մասին ասեցիք, այո, այս շատ մեծ խնդիր է, ցավոք մենք շատ իմպուլսիվ ժողովուրդ ենք եւ ցավոք իմպուլսիվությունը անկրթության նշան է, որովհետեւ կրթության հիմնական նպատակներից մեկը այն է, որ մարդը դառնա ավելի հավասարակշռված, չէ, բալանսավորված, եթե ինչ որ մեկի հետ վիճում է ոչ թե անձը վիրավորի, այլ փորձի փաստարկները քննարկել, հակաճառել, մենք սա չունենք, մենք անմիջապես սկսում ենք անձին վիրավորել, անհատական անցյալն ենք սկսում քրքրել եւ այլն, եւ այդ իմաստով մենք լսելու մեր հմտությունը, այդ հետաքրքիր մի խոսք կա, որը մեզ շատ վերաբերում է, որ լսել նշանակում է սпасել խոսելու հերթին։ Այո։ Կարծեմ Սոկրատն էր, չէ, ասում թե Սենեկան գուցե, որ հաջողության հասնելու համար պետք է օգտագործել ոչ թե բերանը, այլ ականջները։ Այլ դա չեմ հիշում ով էր ասում, բայց մի ուրիշ խոսքեր կա, որ Աստված մեզ երկու ականջ է տվել, մի բերան, որ ավելի շատ լսենք, քան խոսենք։ Սերոպը շատ հետաքրքիր շեշտադրումներ արեց եւ եթե ընդհանրացնենք կարելի է դուրս բերել նաեւ դերային մոդելը կամ էտալոնի դերը ոչ թե կրթական գործընթացում, այլ գոնե կրթական միջավայրի մեջ մեզ մոտ այդ էտալոնները լավը չեն, հա, որովհետև օրակարգ թելադրում են ոչ թե ձեր ասած շատ գիտելիք ունեցող գրադարանավարը որևէ մարզից, այլ մեծ վիրտուալ լսարան ունեցող որևէ պսևդո հեղինակություն, հա, հեղինակությունը կրկնակի ճակերտների մեջ, այսինքն դա մեզ բերում է նաև դուք խոսեցիք սխալվելու մասին, հա, կամ այդ լսելու մեջ
ես չգիտեմ հայերիսը միայն բնորոշ կամ գուցե մեր տեմպերամենտով ժողովուրդների մենք այդ անսխալականությունը մեզ շատ է, չէ, հատուկ մենք որևէ զրույցի մեջ մտնում ենք ոչ թե չիմացության հայեցակարգով, այլ ամենագիտության հայեցակարգով, այսինքն եթե հոյակա բան ասեցի, կներեք ես ասում է սովորելու հարցում ամենակարևոր բանը ոչ թե այն է, թե ինչ չգիտես, այլ ամենաշատ ազդում այն, թե ինչ գիտես, որտեվ երբեմն հենց գիտենալն է խանգարում սովորելու։ Հա, որովհետև այդ հայտնի բան ինչքան գիտես, այնքան ավելի շատ չգիտես, չէ՞, այդ հակագրադարանի էֆեկտն է, բայց մենք 3 գիրք ենք կարդում ու ուզում ենք ամբողջ աշխարհին ապացուցենք, որ մենք մարդկության գրականությունը կարդացել ենք։ Ոստեղ եթե կան կրթական process-ին արդեն դասարանում կամ լսարանում այդ անսխալականությունը կարծում եմ ինքը դիսֆունկցիա է, որովհետև գիտության առաջընթացի հիմքը փորձելու ու սխալվելու, հա, հազարամյակների մեթոդն է, բայց մենք չսխալվելու համար չենք էլ փորձում երևի, լայն իմաստով։ Այսինքն մենք դա կլինի լաբորատորիայում դպրոցի կամ համալսարանի քիմիական ֆակուլտետի, թե կլինի կրթական բարեփոխումների մեջ, Արամը ինչպես ասեց ստեղծարարությունը բացահայտելու մեջ մենք շատ հաճախ երևի չենք էլ փորձում, որպեսզի հանկարծ չսխալվենք, որովհետև սխալից ամաչելու մշակույթ էլ ունենք, չէ՞ մենք։ Այսինքն սխալվելը ամոթ է, սխալը ընդունելը առավել եւս ամոթ է։ Այո, գիտնականները այսօր խորհուրդ են տալիս, որ երբեք չօգտագործենք 100% արտահայտությունը, որտեղ ոչինչ 100% չէ այս կյանքում, բայց հայ ժողովուրդը ունի 1,000,000% արտահայտությունը։ Որ երբեմն ասում միլիոն, չէ։ Միլիոն։ Շատ հետաքրքիր միտք ասացիք, այդ սխալի ամոթը, իրականում սխալի ամոթ նշանակում է նաև, որ սովորել ամոթ է։ Ու դա շատ փոխկապակցված բաներ են, որքան դու ավելի քիչ սխալական ես, այնքան ավելի լավն ես։ Այդ տղաների մեջ, կռիվների մեջ է սխալ հանելու պահը կա, չէ, ով ավելի սխալ է, որովհետև դու պետք է անսխալ լինես։ Կարևոր չգիտես, թե չգիտես, գլխավոր անսխալ լինելն է, ինչու։ Որտեղ մեզ իսկապես ամոթացնում են սխալվելու համար։ Ամերիկյան մշակույթում օրինակ, քանի որ այնց նախաձեռնողականություն շատ կարևոր է, եւ ոչ թե այն նախաձեռնողականություն, որ հարևանը դեղատուն է սարքես է սարքեմ, երկուսը հետո բնականաբար բան անենք, տապալվենք, այլ այնտեղ հենց այն է, որ դու պետք է փորձես մի բան անես, որ ոչ ոք չի արել։ Դա է նախաձեռնողականությունը իրական։ Ու Ամերիկայում ծնողները միշտ դրդում են երեխաներին սխալվել, որ սովորեն, որ ոգևորվեն ու սովորեն, որ ստացվի իրենց, որ չվախենան սխալվելուց։ Իսկ մենք վախեցնում ենք եւ պատժում ենք սխալների համար։ Մեր ամբողջ կրթական համակարգը ստեղծված է այնպես, որ մենք պատժենք սխալների համար։ Արդյունքում գիտեք ինչ է լինում։ Արդյունքում հայերը ինքնակենտրոն են։ Որովհետեւ եթե դու քեզ պատժում են սխալվելու համար, նշանակում է, որ քո նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է քո գործողություններով, քո ճիշտ լինելով։ Նշանակում է, ես պետք է ամեն բան անեմ, որովհետեւ ես ճիշտ լինեմ, իսկ որն է ամենալավ ձևը միշտ ճիշտ լինելու, համոզել բոլորին, որ դու ճիշտ ես։ Դրա համար ես պետք է բոլորին վրա բղավեմ, բոլորին պնդեմ, որ ես ճիշտ եմ, իրենք սխալ են։ Դա բերում են համատարած նարցիսիզմի, հայերի մեծամասնությունը նարցիս են, չեն կարողանում հանգիստ հանդուրժեն այն, որ իրենց կարող են չսիրել, պարտադրում են իրենց նկատմամբ սերը, կարևորում են դա։ Ես մեկ-մեկ այնպես հավես եմ, հարսանիքներին կամ ինչ-որ մեծ տոնակատարություն են, որ բոլորը սկսում են մեկի կենացը խմել, ես տեսնում եմ մարդը ոգևորվում է շուտ։ Օրինակ ես էլ եմ նարցիս, բայց ես գոնե դա գիտակցել եմ հիվանդությունը եւ պայքարում եմ նրա դեմ, որպեսզի մարդիկ ինձ գովեն, որտեղ դա ինձ դուր չի գալիս։ Ես հասկանում եմ, մարդիկ օգտագործում են իմ թուլությունը եւ դրանից զայրանում եմ, ցավոտ տեղին են խփում։ Բայց մարդիկ դա չեն գիտակցում։ Ես կարծում եմ, որ մեր սխալ չլինելու մշակույթը նաեւ խորը արմատներ ունի, մենք միշտ ապրել ենք օտարների մեջ եւ սխալվելը շատ վտանգավոր է։ Դու քո ճակատագիրի տերը չէիր եւ պետք էր հնարավորինս զգուշ լինեիր։ Մենք նաեւ ամոթացնելու մշակույթն այդտեղից եկել, որ ամոթացնենք երեխաներին, զգուշավոր լինեն, հանկարծ սխալ բան չանեն, որտեղ եթե երեխան սխալ բան է, ամբողջ ընտանիքի վրա պատմություն է գալու։ Մենք դրա հետևանքով նաեւ ունենք այն խնդիրը, որ մենք պետք է անպայման այնպես գործենք մեր ամենուրա գործողությունների մեջ, որպեսզի արդյունքում ոչ թե ճշմարտություն հաստատվի,
ճշմարտությունը կարևոր չէ, ամոթի մեջ ճշմարտություն չկա, այլ հնարավորինս վիճակը բարդ չդառնա։ Ու դա գիտեք, այնքան վատ է ազդում ամեն բանի վրա։ Ասենք, հենց նույն կրթական հաստատությունում դպրոցներում շատ դժվար է մարդկանց հետ խոսել նրա մասին, թե ինչպես է ճիշտ, որովհետև ճիշտը ոչ թե այն է, ինչը բերում է արդյունքի, կրթական արդյունքի բան, այլ այն է, որ ստեղծում է հնարավորինս քիչ խնդիրներ, որտեղ մենք մեր մշակույթի մեջ փորձում ենք անընդհատ այնպես անել, որ հանկարծ խնդիր չառաջանա, որտեղ ոչ ոք չի ուզում դրա հետևանքների հետ գործ ունենալ, այդ որտեղ դա համարվում է սխալ բան։ Ու դրա պատճառով, ասենք, Հայաստանում շատ դժվար է հաստատել, այն որ ասում են feedback culture, որ մարդիկ բաց մեկը մյուսին ասեն, թե ինչ խնդիր կա, ինչ սխալ ես գործել, ասենք, բաց ասեն, գիտես, վատ ես արել։ Մյուսը ասի շնորհակալություն, դու մի բան ասի, որ մի բան սովորեմ։ Հանկարծ մեկին ասացիր ու ինքը դարվեց, պատմություն է դառնալու։ Բոլորը լռում են, ոչ մեկ։ Ուրեմն վերապատրաստում ենք անում դպրոցների ապագա տնօրենների համար, պետական դպրոցների։ Ուրեմն բացատրում են, որ կա մշակութային շերտեր։ Եվ կա այդ խորը շերտը, որը ենթագիտակցական շերտն է ցանկացած կազմակերպության մշակույթի մեջ, որը չհայտարարագրված ճշմարտությունները, որոնց բոլորը հավատում են, բայց անգամ չեն կարող ասել, թե դա ինչ է։ Ուղղակի դա ենթագիտակցված մակարդակում հետաքրքիր ինչն է, որ մարդիկ գալիս են կազմակերպություն եւ իրենց սեփական ենթագիտակցությամբ միանում են այդ ենթագիտակցական մակարդակին առանց գիտակցելու։ Ու դառնում են դրա մասը, դրա կրիչը։ Հիմա ասում եմ, կարող եք դուք, ասենք, վերլուծել ձեր դպրոցներում ինչ նման ենթագիտակցական ենթադրություններ, պատկերացումներ կան։ Բոլորի ասածները միայն դրական էին։ Ասենք, մարդիկ խոսում են, ասում են, «Շո, դուք աշխարհի լավագույն դպրոցներ ունեք փաստացի»։ Ոչ ոք չի կարողանում ընդունել, որ մենք կարող ենք սխալ լինել։ Այդտեղ գործում է երևի այդ bandwagon effect արտահայտությունը, որ կա, այսինքն մեծամասնության կարծիքը, որ ասում եք ենթագիտակցորեն գալիս միանում են, եւ ինչպես Սերոփը ասեց, այն մարդիկ, ովքեր տարբերվում են, մենք չենք սիրում, չէ՞, մենք տարբերվողներին մերժող ենք, որպես հասարակություն, բայց նորարարությունը, ստեղծարարությունը տարբերվող մարդիկ են, չէ՞։ Այո, ստեղծում, հայտնագործում, այսինքն մենք կրթական համակարգում թե հասարակությունում մեզանից տարբերվողներին դեպի մեզ բերելու խնդիր ունենք, բայց ոնց որ թե գոնե այս պահին չի ստացվի։ Այս թեման շատ շերտեր ունի եւ շատ մեծ է գայթակղությունը դրանցից էլի մի քանիսին անդրադառնալու ես նախատեսել եմ, բայց չխոսեցինք արհեստական բանականության մասին, որտեվ դա մի քանի րոպեում չի երևի քննարկվի, ես չգիտեմ ոնց ամփոփեմ թեման, որովհետև կրկնեմ շատ բազմաշերտ է, ես մի նյութ էի կարդում, որտեղ հանդիպեցի մի արտահայտության, որը ուղղակի մեղվեց, հա, հիշողությանս մեջ 63 թվականի գիրք էր չեխ սոցիոլոգ, քաղաքագետ Կարլ Դոյչ անունով ու գրքի անունն էլ շատ հետաքրքիր է կառավարման նյարդը The Nerve of Government կամ Government Nerve եւ այդտեղ մի այսպիսի նախադասություն կա, որը կրթության մեր քննարկման երևի ինտեգրալ ամփոփումն է, հա, ասում է, որ նեղ իմաստով իշխանությունը լսելու փոխարեն խոսելու դոմինանտություն հաստատելն է եւ ասում է բոլոր նրանք ովքեր ունեն իշխանություն օգտվում են չսովորելու, չկրթվելու հնարավորությունից երևի այս նախադասության մեջ շատ ամփոփված է այն մեր քննարկածի շատ մասը եւ լսելու, խոսելու մասին եւ այդ չսովորելու մասին, որովհետեւ մենք երբ որ հասնում ենք որևէ կարգավիճակի, կապ չունի մեր բակում, կոլեկտիվում, թե քաղաքական երկնակամարում, չէ, մենք արդեն այդ պատվանդանի վրա ոչ թե սովորում ենք, այլ սովորեցնում ենք, մենք խոստովանենք, որ սովորեցնողների հասարակություն ենք հասկացության վատ իմաստով եւ չսովորող ենք հասկացության ոչ դրական իմաստով։ Դա նաև մեր կրթության ճգնաժամի գլխավոր պատճառներից է, այսինքն մենք մի հասարակություն ենք, որտեղ բոլորս ամեն ինչ գիտենք, եթե բոլորս ամեն ինչ գիտենք, այդ ինչ կրթություն։
Եվ Հայաստանը միջև վերջերս հիմա մի քիչ փոխվել է парքաստում, սկսում է փոխվել եվրոպական մշակույթը մի քիչ եկել է այստեղ պետական կառավարման մեջ, բայց սովորաբար եթե քեզ ուղարկել են վերապատրաստման, նշանակում է դու վատ ես։ Այո։ Այդ իմաստով վերապատրաստումը կարծես պատիժ լինի, չէ՞, այսինքն լավ աշխատողին որպես հրախուսանք չեն ուղարկում, չէ՞, բայց հակառակը պիտի լինի, չէ՞, որովհետև եթե վերապատրաստումը նոր գիտելիք է տալիս, առաջ խաղացում ունեցած աշխատողին է, չէ՞, բայց մեր մոտ մի տեսակ բան է։ Այս մի քաղաքացիական համակարգում, եթե ղեկավարը քեզ ցածր է գնահատել, դի գնաս վերապատրաստման, այսինքն շատ կա այդ ուսուցիչների դեպքում էլ այդպես եթե կտրվել ես դի գնաս վերապատրաստման, այսինքն ստացվում է որ սովորելը ձախողվածների համար է եւ պատիժ է։ Պատիժ է։ Հա, այսինքն սովորելը նորաձև չէ, ինչպես հիմա նորաձև է ասել, բառի ոչ թե քարոզչական, այլ բովանդակային իմաստով եւ մենք իսկապես շատ անելիքներ ունենք, մենք ասելով նկատի ունեմ եւ բոլոր այն անհատները, որոնք ուղակի կամ անուղակի առնչվում են համակարգի հետ եւ բոլոր այն ինստիտուտները եւ կառույցները, որոնք պատասխանատվություն ունեն խոսելու այս թեմաների մասին, առաջին հերթին խոսելու, որովհետև երևի շատ շերտեր կան, որոնց մասին խոսելը եւս ամոթ է, չէ՞, հենց նույն կրթական համակարգում, կրթական կառավարիչների շրջանակում, բայց քանի որ արժևում հերթական կամ արտահերթ ընտրություններ են, ելի վերջին էջերի նախընտրական ծրագրերի վերջին էջերով կրթության մասին պարբերություններ կհայտնվեն, մենք կլսենք տասնամյակներ շարունակ պատտվող ձայնասկավառակը կրթության կարևորության եւ բարեփոխումների անհրաժեշտության մասին եւ կշարունակենք իներցիայով գնալ դպրոց եւ համալսարան։ Շատ շնորհակալ եմ այս հետաքրքիր քննարկմանը մասնակցելու համար, ստեսություն կհանդիպենք։